ասեմ ձեզ ներկայացնեմ ուրեմն Հայկը Սարգսյան մեր վերջի դասին ոնց որ եկե, բայց ինքը մեր առաջի դասի մասնակիցն ա եղել, այսինքն 88 թվականին այն առաջի սերունդը, որ տեզերագիտական խմբակը ձևավորվեց, ինքը այդ առաջի սերունդն ա ներկայացնում, 37 տարի ա անցել, դարձել ա գիտնական, ես ուրիշ դեպքերում բան եմ անում, խորշում եմ այդ բառից, տեղի անտեղի օգտագործում են, բայց ինքը այնքան տիտանական գործ ա արել էլի, ես չգիտեմ, այդքան ինտենսիվ աշխատող գիտության ոլորտում եւ ունի եւ ճանաչում ստեղ եւ միջազգային ճանաչում իր գիտական գործերով, աշխատանքներով, լիքը տեխնացուներ, ասպիրանտներ եւ այլն ահագին գործ ա արել եւ միշտ մեր կողքին, միշտ մեր հոգսերով ու ցավերով, միշտ մեզ օգնելով ու նաեւ նվիրված այս կրթության process-ին։ Հենց որ շատ իսկական մերոնքական մարդ նվիրված ու ես ուրախ եմ, որ այսենց այսօր ինքը մեզ կպատմի շատ հետաքրքիր բաների մասին, որոնք որ չկան, ասենք դպրոցական դասագրքերում, ծրագրերում նման բաներ չկան ու շատ հաճախ մենք չգիտենք դրա մասին։ Հենց թեկուզ արհեստական ատոմ բառը արդեն մեզ ահագին ինտրիգա առաջացնում, այսօր մենք այդ իրան կլսենք կպատմի մեզ այդ հետաքրքիր բաների մասին։ Եղավ, ձայնը տալիս եմ իրան, հետ կանգնենք, հա, լավ, հետ կանգնենք, որ եղավ։ Հիմա իհարկե հիմնականում արդեն կմիացնենք պրեզենտացիան եւ կլսենք ինչա պատմում պարոն Սարգսյանը։ Պրեզենտացիա включи։ Լավ, նախ եւ առաջ ողջունում եմ ձեզ, երեխեք ջան, շատ ուրախ եմ ձեզ տեսնել եւ ինչպես պարոն Գրիգորյանը ասաց, ես իսկապես առաջի սերունդի ներկայացուցիչն եմ եւ երբ մեր առաջի Արբանյակը մեկնում էր տիեզերք, ես ցավոք սրտի չկարողացա մասնակցել այդ միջոցառմանը, որովհետեւ Գամբուրգի համալսարանում գործուղման էի, Գերմանիայում էի եւ անկեղծ ասած մեծ նախանձով էի այնտեղից դիտում այդ ամենը, որովհետեւ անմիջապես ես այն ժամանակ հումորով պարոն Գրիգորյանին ասացի, կարող ենք մի հատ նույնիսկ հոդված գրենք կինո Ռոսիայի ԺԵԿ-ի նկուղային սենյակից մինչև Ֆալկոն 9-ը։ Այսինքն ինչից է սկսել այդ ամեն ինչը եւ սկիզբը եղել է շատ հետաքրքիր, երբ 88 թվականին 4 երիտասարդով մենք ծանոթացանք նույնպես շատ երիտասարդ Գրիգորյան Ավետիկին եւ ըստ էության դա մի ճանապարհի սկիզբ էր, որը երևի ողջ կյանքի տևողություն է ունենալու Ավիկ ջան։ Ես կարծում եմ, որ դա ամենակարևոր բանն է եւ այն ամենը ինչ տեղի ունեցավ, ընդհանրապես մի կարևորագույն գաղափարի ամենավառ ապացույցն էր, որ պետք է երազել եւ պետք է ձգտել դեպի այդ երազանքի իրագործումը։ Իմ կարծիքով պարոն Գրիգորյանը դրա ամենափայլուն օրինակն է եւ այն մեծագույն ակնածանքը եւ հարգանքը, որով նա միշտ վերաբերվել է իր աշակերտներին, անկախ իր տարիքային տարբերությունից, միշտ ուշադիր է եղել եւ գեահույս որ երիտասարդները ինչ որ նոր եւ հետաքրքիր գաղափարներ կառաջարկեն, միարժեք արժանացան մեծագույն, ես կարող եմ ասեմ համահայկական փառքի, որովհետև ես տարբեր տեղերից նամակներ էի ստանում, նաև իմ հայրենակից ընկերներից, ովքեր որ Միացյալ Նահանգներում են, Ֆրանսիայում են, Անգլիայում են աշխատում եւ նրանք ուղղակի ցնծության մեջ էին, որ այս ինչա կարողացանք Արբանյակ ուղարկենք, ես ասացի դե սկիզբն է ու իմանալով թե այդ ծրագրի ղեկավարով է, ես հույս ունեմ, որ այդ ամենը կստանա եւ ընդարձակում եւ շարունակություն։ Այնպես որ ես կարծում եմ, որ սա ամենակարևոր հանգամանքն է, որը մեզ բոլորիս պետք է ոգեշնչի եւ մենք առաջ գնանք։ Ես նորից կրկնում եմ ամենակարևոր բանը,
որը ցավոք սրտի դպրոցը այժմ շատ վատ է սովորացնում կամ չի սովորացնում, դա երազելն է։ Եվ խմբակի ամենամեծ դերը կայանում է նրանում, որ պարոն Գրիգորյանը սովորեցնում է երեխաներին երազել։ Ուրեմն կլինի նպատակ եւ կլինի ձգտում։ Այնպես որ շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Երկրորդը այս տարի հռչակված է քվանտային ֆիզիկայի տարի, որն է պատճառը, որ այդպիսի լուրջ ուշադրություն է դարձում քվանտային ֆիզիկային եւ որն է իրականում այն հիմնարար դերը, որը ստանձնել է քվանտային ֆիզիկան այսօրվա մեր քաղաքակրթության զարգացման գործում։ Բանը կայանում է նրանում, որ մարդկությունը իր զարգացման ընթացքում մի քանի տեխնոլոգիական հեղափոխությունով է անցել։ Նո առաջինը անշուշտ դուք հասկանում եք, եղել են մեխանիկական սարքերը։ Շումերներից, բաբելոնցիներից մինչև ղպտիներ, այսինքն եգիպտական քաղաքակրթությունը, բուրգերի ստեղծումը, այդ ամենը հնարավոր է իրագործել միայն եւ միայն ստեղծելով որոշակի մեխանիզմներ, մեխանիկական սարքեր։ Կարելի է ասել, որ այդ ժամանակահատվածը շատ երկար էր եւ մարդկությունը ոնց որ թափ էր հավաքում, ինչի արդյունքում սկսեց արդեն երկրորդ հեղափոխությունը, որը պայմանավորված էր ջերմային շարժիչների ստեղծմամբ։ Որում ես ուզում եմ մի բան դուք նկատեք, երեխեք ջան, որ գիտնականների դերը այնպիսին է, որ առաջի հայացքից երևացող չի, բայց նրանք իրականում շատ կարևոր եւ դարակազմիկ դեր են խաղացել քաղաքակրթության նաև քաղաքական զարգացումների գործում, որովհետև երբ սկսեցին ստեղծել ջերմային շարժիչներ եւ արդեն կամաց հասկացան, որ պետք է մեծ գործարաններ ձևավորել, առաջացավ առաջի արդյունաբերական հեղափոխությունը, որի վառ ապացույցը Մեծ Բրիտանիայում այսպես կոչված ուրբանիզացիայի process-ն էր, երբ մարդիկ գյուղերից սկսեցին գալ քաղաքներ, որովհետև անհրաժեշտ էր աշխատուժ եւ այդ աշխատուժի համար պետք է պայմաններ ստեղծեին։ Եվ քաղաքները սկսում էին ընդլայնվել, ընդարձակվել, եւ քաղաքակրթությունը փոխում էր իր նաեւ մոտեցումը կյանքի նկատմամբ, ինչը նաեւ անդրադառնում էր քաղաքական ինստիտուցիաների վրա։ Երրորդ հեղափոխությունը պայմանավորված էր այսպես կոչված էլեկտրականության բացահայտման, էլեկտրական շարժիչների ստեղծման եւ դրա հենքի վրա նոր տիպի սարքավորումների նախագծման փաստով։ Որովհետև այդ ժամանակ արդեն մի քանի կարևորագույն հարց լուծվեց։ Տեսեք, մենք հիմա սովորենք, որ մարդիկ երբ ուզեն ցանկացած պահի կարող են հանգիստ աշխատել իրենց սենյակներում։ Սակայն ակնհայտ է, որ սրանից մոտավորապես 150 տարի առաջ դա լուրջ խնդրեմ էր, որովհետև գիշերները ըստ էության միայն կարողանում էին լապտերով, ընդ որում հիմնականում դրանք կամ նավթի կամ գազի հենքի վրա էր լուսավորել, ընդ որում վատ լուսավորություն էր եւ դա թույլ չէր տալիս ինտենսիվ աշխատանք զարգացնել որոշակի ժամերից հետո։ Այսպես ասած, մարդկությունը ստիպված էր լինում այդ ժամանակահատվածը անցկացնել пассив վիճակում եւ դա բնականաբար շատ լուրջ անդրադառնում էր նաեւ արտադրական հզորությունների վրա։ Սակայն երբ ստեղծեցին լամպերը, արդեն հասկանալի դառավ, որ մարդը ի վիճակի է լուսավորել նաեւ իր աշխատատեղը, տունը, սենյակը գիշերվա ժամին, ընդ որում այնպես լուսավորի, ինչպես որ կեսօրին է այդ ամենը։ Եվ հետևաբար մարդիկ կարող են ստեղծագործել նաև երեկոյան, գիշերվա ժամերին, ինչը անմիջապես հնարավորություն տվեց նույն գործարաններում ներմուծել այսպես կոչված երեկոյան աշխատաժամերի սկզբունքը, որոնք ավելի բարձր են վարձատրվում, բայց արդյունքում արտադրությունը չէր կանգնում, անընդհատ աշխատում էր։ Եվ դա նույնպես փոխում էր քաղաքակրթության պատկերը, որովհետև մարդիկ իրենց ապրելու կոմֆորտը մեծացնում էին, ընդլայնում էին։ Մոտարապես 19-րդ դարի վերջի քառորդը ավելի մոտ դեպի 20-րդ դար պայմանավորված էր արդեն նյութի կառուցվածքի առեղծվածը բացահայտելու ուղղությամբ տարվող շատ ինտենսիվ աշխատանքներով գիտական։ Ընդ որում հարցը կայանում էր նրանում, որ մարդկությունը հասկանում էր շատ հստակ, որ մոտեցել է մի շատ կարևոր
կետի, որից առաջանալու է այսպես կոչված բիֆուրկացիաները։ Բիֆուրկացիաները, երբ որ ինչ-որ մի կետից մի քանի ճյուղավորում է տեղի ունենում։ Հասկանալի էր դառնում, որ եթե մի քիչ էլ մենք ավելի խորը թափանցենք նյութի կառուցվածքի մեջ, մենք կարող է ամենաառեղծվածային հարցերից մեկին կպատասխանենք, որը որ դեռ հին հնդկական փիլիսոփայական դպրոցներից իսկ այնուհետև հին հույների կողմից առաջադրված մի կարևոր հարց էր։ Գոյություն ունի արդյոք անբաժանելի մասնիկ, այսինքն ատոմը։ Ընդ որում այդ հարցը պարզ հարց չէր, երեխեք ջան։ Ես օրինակ մի անգամից ուզում եմ նշել, որ այնպիսի հանճարեղ գիտնական, ինչպիսին Լյուդվիգ Բոլցմանն էր, ով ըստ էության կարելի ասել վիճակագրական ֆիզիկայի հիմնադիրներից մեկն էր եւ նա համոզված էր, որ ատոմները եւ մոլեկուլները դա իրականություն են եւ գոյություն ունեցող օբյեկտներ են, այնպիսի հարձակման ենթարկվեց գիտական հանրության կողմից, որի վերջո ինքնասպանություն գործեց։ Նրա հոգեբանական վիճակը չդիմացավ այդ ճնշմանը, որովհետև այն տեսությունը, որը զարգացնում էր, շատերի կողմից մերժվում էր, որովհետև պարզ հարց են տալի, ասում են ուր է ատոմը, ուր է մոլեկուլը։ Միգուցե այդ ամենը ընդհանրապես մոդելներ են եւ փիլիսոփայական դատողություններ են, իրականությունը լրիվ այլ է։ 20-րդ դարի սկզբին արդեն հասկանալի դարձավ, որ նոր հեղափոխություն է սկսվում։ Պարզապես այն թիմը գիտնականների, ովքեր այդ ամենը գիտակցեցին եւ սկսեցին իրագործել, շատ քանակական տեսանկյունից փոքր էր։ Այդ գիտնականները այն ժամանակ դիտարկվում էին ինչպես բացարձակ կյանքից կտրված մարդիկ, ովքեր գերակշիռ մասի համար մարդկության անհասկանալի ինչ-որ գործով էին զբաղված, ուսումնասիրում էին այն, ինչը հնարավոր չէր պատկերացնել։ Եվ ամենակարևորը շատ հետաքրքիր մի իրավիճակ էր ստեղծում։ Մարդիկ խոսում էին օբյեկտների մասին, որոնք սկզբունքորեն ի վիճակի չէին տեսնել։ Եվ դատողությունները կատարում էին պարզապես ինչ-ինչ երկրորդական, երրորդական գործոնները հաշվի առնելով։ Դա իրոք ապշեցուցիչ բան էր շատ պարզ պատճառով, որովհետև ստեղծում էր մի իրավիճակ, երբ խոսում էին մի ինչ-որ ֆիզիկական օբյեկտի մասին, որի հատկությունները, կարելի ասել, դեռ հիմա այդ հարցն էլ բաց է, ինչ այլոց ասեմ, պրակտիկորեն անհնարին է հիմնարար կերպով հասկանալ։ Ինչն էր պարադոքսը։ Պարադոքսը կայանում էր նրանում, որ փաստորեն ստեղծված էր մի իրավիճակ, երբ մարդիկ պետք է դատողություններ կատարեին երևույթների մի լայն դասի վերաբերյալ, որոնք որ ըստ էության պատկերացնել ի վիճակի չէին։ Հասկանում եք, ինչ էր տեղի ունենում։ Դա երևի ամենապարադոքսալ բանն էր, որը ֆիզիկայում առաջացավ։ Սակայն ակունքները այդ ամենի շատ ավելի հեռու էին գտնվում ժամանակային տեսանկյունից եւ վաղ անցյալի հետ էին կապված եւ այս երկու հսկաների վեճով էր պայմանավորված։ Գալիլեո Գալիլեյ եւ Արիստոտելը։ Իմիջիայլոց ի պատիվ մեր ժողովրդի, ես ճիշտ ասած սարսափելի չեմ սիրում, երբ խոսում են, թե հայերը քաղաքակրթությանը ինչքան բան են տվել, որ նուպագածին էլ չէ բուրաշկան էլ հայ է։ Բայց այս դեպքում ես կասեմ, ի պատիվ մեզ Արիստոտելի աշխատությունները Ալեքսանդրյան գրադարանի հրկիզումից հետո պահպանվեցին միայն շնորհիվ հայկական ձեռագրերի։ Եվ Արիստոտելը փոխանցվեց մարդկությանը շնորհիվ հայկական ձեռագրերի առկայության։ Այ Արիստոտելը, ով ըստ էության առաջինը արտասանեց ֆիզիոս բառը, բնություն, անտիկ ֆիզիկայի հիմնադիրն էր եւ կարելի ասել, որ առաջի անձնավորությունն էր, ով փորձում էր գլոբալ տեսանկյունից ուսումնասիրի բնության օրինաչափությունները եւ ինչ որ առումով կարելի ասել նաեւ փորձում էր տալ առաջի կոսմոլոգիական, այսօրվա լեզվով կարող էինք ասել, մոդելները։ Սակայն Արիստոտելը մի շատ հատկանշական գիծ ուներ իր դատողությունների։ Նա համարում էր, որ բնությունը իր էությամբ եւ խորությամբ չպետք է գերագնահատել եւ համարել չափազանց բարդ։ Նա համարում էր, որ առարկաների իրողությունը այնպիսին է, ինչպիսին մենք զգում ենք, շոշափում ենք, տեսնում ենք։ Եվ պետք չի շատ խորանալ ամեն ինչի մեջ։
Այդ իսկ պատճառով արիստոտելյան կոնցեպցիաները շատ ընդգրկուն էին, լայն էին իրենց տիրույթով, սակայն խորը չէին բովանդակային տեսանկյունից։ Ի տարբերություն Արիստոտելի կար եւս մեկ հանճարեղ հույն, դա Արքիմեդն էր, ով լրիվ այլ ճանապարհով գնաց։ Արքիմեդը համարեց, որ պետք է ամեն ինչի հիմքում դնել փորձը։ Ես չգիտեմ, գիտեք թե չէ, իր հարազատ քաղաքը Սիրակուզները, երբ ռոմեացիները հարձակվում են, ինչպիսի հսկայական աշխատանք է կատարում։ Դա կարելի ասել առաջի տեխնոլոգիական պատերազմ ձևավորողը Արքիմեդն էր։ Նա այնպիսի սարքեր էր սարքում, որ երկար ժամանակ հույները կարողանում էին դիմակայել ռոմեական զորքերի հարձակումներին։ Եվ Գալիլեյը այն անձնավորությունն էր, ով նվեր ստացավ իր հոր ընկերոջ կողմից Արքիմեդի աշխատությունների լատիներեն թարգմանությունը։ Նա շատ արագ ուսումնասիրեց այդ ձեռագիրը եւ պարզապես երիտասարդ Գալիլեյը հիացավ այն մոտեցումներից, որոնք որ օգտագործում էր Արքիմեդը իր հետազոտությունները կատարելիս։ Գալիլեյը ինքն իր համար ձևակերպեց շատ կարևոր սկզբունք։ Եթե դու ուզում ես իմանալ, թե ինչ է բնությունը, դու պետք է միշտ դիմես փորձի։ Շատ հաճախ Գալիլեին նույնիսկ անվանում են փորձարարական ֆիզիկայի հիմնադիր։ Ընդ որում առաջի փորձը շատ հետաքրքիր էր։ Գալիլեի հայրը ինքը երաժշտագետ էր եւ կոնսերվատորիայի պրոֆեսոր էր։ Եվ մի անգամ զրուցելով Գալիլեի հետ, հայրը իրեն ասում է, գիտես, գոյություն ունի ներդաշնակության, գարմոնիայի սկզբունքը լարային գործիքներում։ Օրինակ ջութակը վերցնենք, հա երեխեք ջան։ Խիստ որոշակի լարերի երկարության հաջորդականությամբ դու պետք է դասավորես ջութակի վրա այդ լարերը, որ կարողանաս ներդաշնակ երաժշտություն ստանալ։ Եվ հայրը բերում է օրինակը, ինչպիսի երկարությունները պետք է հարաբերություն ունենան իրար նկատմամբ, որ այդ ներդաշնակությունը ստացվի։ Եվ մի զարմանալի փաստ, Գալիլեյը իր առջև խնդիր է դնում եւ ասում է, իսկ կարելի է արդյոք գտնել մեկ այլ, ասենք եռյակ կամ քառյակ երկարությունների, որոնք այլ հարաբերություն ունեն ըստ երկարությունների, սակայն ներդաշնակությունը նույնպես կարելի է ստանալ։ Հայրը զարմացած ասում է, գիտես, ճիշտ ասած, դարեր շարունակ սա են օգտագործել, բայց փորձի գտնել եւ Գալիլեին հաջողվում է գտնել։ Սա շատ մեծ եւ կարևոր փաստ էր իր համար, որ պետք չի կարծրացած համարել գիտելիքը։ Միշտ պետք է փնտրել եւ միշտ կարելի է թվացող հիմնարար սկզբունքները ինչ-ինչ հարցերում մերժել, հերքել։ Եվ դարերի միջով վեճ է սկսում Արիստոտելի հետ, որն էր առաջի լրջագույն հաջողությունը Գալիլեի։ Նո Գալիլեի մասին դու գիտեք, երեխեք, չէ՞, իմ կարծիքով իմաստ չունի ձեզ ներկայացնել այդ անձնավորությունը։ Հիշում եք այս փորձը։ Պիզայի աշտարակներ, չէ՞։ Պիզայի աշտարակից երկու ծանր թեթև մարմին է թողում եւ ցույց է տալի, որ միաժամանակ են ընկնում, ընդ որում նկատում է, որ ավելի բարձր գտնվող մարմինը ավելի արագ է ընկնում, քան ավելի մեծ արագությամբ, քան փոքր բարձրության վրա գտնվող։ Սրանով իսկ նա անմիջապես հեղինակությունից այդ հարցում զրկում է Արիստոտելին, որտեղ Արիստոտելը ասում է ծանրը ավելի արագ է ընկնում, քան թեթևը, մեկ, եւ երկրորդը նրանք ընկնում են հաստատուն արագություններով։ Պարզվեց, որ ոչ։ Առաջինը շարժում են արագացումով եւ երկրորդը այդ արագացումը անկախ նրանից ծանր է մարմինը թե թեթևը միևնույն մեծությունն է։ Սա ապշեցուցիչ բան էր, բայց ես ձեզ պետք է հիասթափեցնեմ, երեխեք ջան, Պիզայի աշտարակի հետ կապված այս փորձը չի եղել։ Իրականում Գալիլեյը այդ գաղափարին եկեղեցական ոնց են ասում, բագասլուժենիա, պատարակի ժամանակ է գալի շատ հետաքրքիր կերպով, երբ նա, տեսնում եք, չէ, սա ճոճանակ է մաթեմատիկական, ուրեմն եկեղեցում նա տեսնում է, որ շղթաների վրա, որոնք բավականաչափ երկար էին եւ խնկարկման համար կային այդ համապատասխան, ուրեմն անոթները, դրանց մեջ միևնույն անոթների մեջ մի դեպքում կար մեծ քանակի ածուխ, մյուս դեպքում փոքր քանակի ածուխ։ Եվ ակնհայտ էր, որ զանգվածները տարբերվում էին։
Սակայն նա նկատում է հետևյալ կարևոր փաստը, որ եթե երկու միևնույն երկարությամբ շղթաներ լինեն միևնույն անոթներով, մեկը լցված, մյուսը դատարկ, եւ փոքր անկյան շեղում է տեղի ունենում, ապա նրանք բացարձակ զուգահեռ են տատանվում իրար հետ, միաժամանակ հասնելով առավելագույն շեղման կետին, միաժամանակ հասնելով հավասարակշռության եւ հակառակ ուղղությամբ։ Ընդ որում պետք է նկատել մի կարևոր հանգամանք, որ Գալիլեյը այդ ամենը կարողանում էր ֆիքսել, օգտագործելով սեփական զարկերակը։ Այն ժամանակ ժամացույց չկար, հասկանում եք երեխեք ջան։ Եվ ինքը պարզապես զարկերակի հարվածների քանակով կարողանում էր մոտարապես որոշի այդ տատանումների ժամանակահատվածը։ Մի քիչ որ մեծանաք, կիմանաք, դա այսպես կոչված երկուպի արմատ այո բաժանած Ժ բանաձևն է հայտնի, ինչն է այդ բանաձևում կարևոր, որ փոքր շեղումների ժամանակ իրոք զանգվածից կախված չի այդ տատանումը։ Եվ Գալիլեյը անմիջապես այ հանճարը ինչով է տարբերվում հասարակ մարդուց։ Թվացյալ պարզ երևույթը լրիվ այլ անկյան տակ է դա ուսումնասիրում։ Եվ հասկանում է, որ չէ, այստեղ ուրեմն զանգվածը դեր չի խաղում։ Եվ հետո նոր առաջ է քաշում այդ իր հեղափոխական գաղափարը, որ մարմինները պետք է ընկնեն միևնույն արագացում։ Դպրոցական դասագրքերում հիշում եք, հատկապես մեծերը մեր, ովքեր որ բարձր դասարան են, միշտ օրինակ էին բերում փետուրը, խցանահանը եւ քարը, որ մտցնում էին սրվակի մեջ, պտտացնում էին սրվակը, օդը մեջը երբ լինում էր, փետուրը վերջում էր ընկնում, հետո խցանն էր, հետո քարն էր։ Ճիշտ է երեխեք ջան։ Ասում են հետո եկեք հանենք մեջից օդը, պտտացնենք, բոլորը միաժամանակ են ընկնում։ Էլի պետք է ձեզ հիասթափեցնեմ երեխեք ջան, Գալիլեյը նման փորձ չէր կարող դնի, որովհետև պոմպ օդահան չկար այդ ժամանակ։ Եվ ավելին ասեմ, ամերիկացի աստղագնացները շատ հումորով վերաբերվեցին այդ հարցին եւ Ապոլոնի միսիաներից մեկի ժամանակ, երբ նրանք լուսնի վրա են գտնվում, ամերիկացի աստղագնացներից մեկը ուղիղ եթերում ասում է կար մի անձնավորություն, ում անունը Գալիլեյ էր, եւ նա պնդում էր, որ եթե անոտ տարածություն լինի, ապա փետուրը եւ քարի կտորը միաժամանակ կընկնեն գետնին։ Այժմ ես գտնվում եմ լուսնի վրա եւ եկեք փորձը կատարենք, տեսնենք արդյոք ճիշտ էր միստր Գալիլեյը թե ոչ։ Եվ ուղիղ եթերով վերցնում է այդ փետուրի կտորը, վերցնում է քարի կտորը, բաց է թողում եւ միաժամանակ ընկնում, ասում ուրեմն ճիշտ էր ասում։ Դե բնականաբար դա հումոր էր, բայց դա տուրքն էր հարգանքի այդ հանճարեղ գիտնականին։ Այնպես որ Գալիլեյը առաջինն էր, ով բարձրաձայնեց այդ կարևորագույն փաստը, որ պետք չի մոտենալ բոլոր հարցերին պարզունակ դատողություններից ելնելով։ Իրականում բնության օրինաչափությունները կարող է շատ բարդ եւ շատ խոր լինեն իրենց բովանդակության տեսանկյունից եւ պետք է շատ լուրջ քննության առարկա դառնան։ Ըստ էության կարելի է ասել, որ Գալիլեյը առաջին անձնավորությունն էր, ով հստակ ձևակերպեց կարևորագույն սկզբունքներից մեկը արդեն հիմնարար գիտության համար, որ այն ամենը, ինչը որ ձեզ թվում է, թե ինչ որ օրինաչափությունների է բավարարում, դեռ չի նշանակում, որ ճիշտ է։ Պետք է շատ ավելի խորը ուսումնասիրել այդ երևույթը եւ կարելի է մի շարք զարմանալի փաստեր այդ դեպքում ակնարկել եւ տեսնել։ Մենք միշտ համարում ենք, որ ատոմիզմը դա հին Հունաստանի հեղինակությամբ հին հունական փիլիսոփայական դպրոցների կարևորագույն հայտնագործություններից մեկն է եւ համոզված ենք, որ գլխավոր գործող անձը դա Դեմոկրիտն էր։ Ըստ էության ես էլ դա կարծում եմ։ Սակայն պարզվում է, որ մենք այդքան էլ ճիշտ չենք, երեխեք ջան։ Տեսեք, սա Կանադան է, Վայշեշիկե կամ Վեյշեշիկե են ասում, հինդուիստական փիլիսոփայական դպրոցի հիմնադիրն է։ Տեսեք, շատ հետաքրքիր բան է, չզարմանաք, երեխեք ջան։ 6-րդ դար, 2-րդ դար, չեն իմանում հստակ երբ է այս անձնավորությունը ուրեմն ստեղծագործել եւ ապրել։ Փաստեր չկան այդպիսի հստակ, բայց սա Պենսիլվանիայի համալսարանի թանգարանի մի նմուշ է, որը մաս է կազմում առաջի, կամ առաջիներից մեկը, ես վախենում եմ կարծիք հայտնել այդպես, որովհետև վերջում կասեմ ինչի հետ է կապված իմ մտավախությունը, որ կարելի է պնդել, որ սա առաջի, բայց սա առաջի դասագրքերից մեկն է, որը նվիրված էր ֆիզիկային։
Այնտեղ քննարկում են տիեզերքի կառուցվածքի հարցերը, մոլորակներին էին անդրադառնում, բայց նաև Կանադան առաջինը իր արչև հարց է դնում։ Եթե մենք վերցնենք եւ սկսենք տրոհել նյութը, մինչև ուր կտրողվի այդ նյութը։ Եվ ստերից գալիս է այն գաղափարին, որ պետք է լինի ինչ-որ մի մասնիկ, որը ձևավորում է այն հիմնարար աղյուսը, որի հիման վրա կառուցվում է ամբողջ մեր տիեզերքը։ Եվ դա անբաժանելի մասնիկն է, որն էլ անվանում է ատոմ։ Այսինքն ատոմիստիկայի հիմքը իրականում հնդիկների կողմից է դրվել, ոչ թե հույների։ Սակայն պետք է նշել, որ այս անձնավորությունը, խոսքը վերաբերում է Դեմոկրիտի մասին, երեխեք ջան, շատ ավելի առաջ գնաց։ Ես խնդրում եմ այս մաթեմատիկական, ուրեմն երկրաչափական պատկերները խնդրում եմ հիշեք։ Տեսեք, բուրգա, խորանարդա, երեխեք ջան, ավելի բարդ բազմակողմանի եռաչափ պատկերներ են երկրաչափական։ Սրանք ատոմներն էին Դեմոկրիտի պատկերացմամբ։ Ինչ էր ասում Դեմոկրիտը։ Ինքը ասում էր, որ ատոմները իր մեջ պարունակում են ինֆորմացիա այն նյութերի մասին, որոնց ատոմները իրենք հանդիսանում են։ Երևի ամենավառ օրինակը կլինի բուրգը, որը ներկայացված է։ Նա ասում էր, երբ մենք մոտեցնում ենք ձեռքը կրակին, զգում ենք ծակծկոցներ։ Հետևաբար կրակի ատոմները դրանք մասնիկներ են, որոնք պետք է սուր ծայրեր ունենան։ Եվ նա ներկայացնում է բուրգի պես, հասկանում եք երեխեք ջան։ Եվ ասում էր, ուրեմն ատոմները բուրգեր են, գալիս են եւ հարվածում են։ Առաջի հայացքից թվում է, թե Դեմոկրիտը շատ հետաքրքիր ինչ-որ գաղափարներ է անում, բայց այդ ամենը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ։ Իմ դասախոսության վերջում ես ձեզ ցույց կտամ բրգաձև արհեստական ատոմներ։ Եվ կպարզվի, որ այլ կերպ ասած Դեմոկրիտի գաղափարները այսօր արդեն իսկ իրագործված են։ Ոչ թե իրական, այլ արհեստական ատոմների հետ կապված։ Բայց համենայն դեպս նա փորձում էր արդեն տալ որոշակի բովանդակություն ատոմների կառուցվածքի եւ նրանց հատկությունների հետ կապված։ Հաջորդ քայլը, երեխեք ջան, կատարվում է հազարամյակներ անց։ Սա արաբական քաղաքակրթության ամենավառ դեմքերից մեկն է, գիտնականներից Ալ-Խազենը։ 1020 թվականին 11-րդ դար, խնդրում եմ հաշվի առնել, երեխեք ջան, Ալ-Խազենը մի գիրք է գրում, որը կոչվում է օպտիկայի մասին գիրք, Կնիգա об օպտիկե, որում որ առաջի անգամ լույսի մասնիկների գաղափարն է առաջ քաշում։ Տեսեք, ես համոզված եի, որ դա արել է Նյուտոնը իր հանճարեղ օպտիկա տրակտատում, որը տպագրվել է քանի տարի, մոտավորապես 700 տարի հետո, 1704 թվականին է տպագրվել այս գիրքը, Լոնդոնում։ Այս աշխատության մեջ Իսաակ Նյուտոնը առաջ է քաշում այն գաղափարը, որ լույսի ճառագայթը իրականում առանձին ընդհատ, այլ կերպ ասած, դիսկրետ մասնիկների հոսք է։ Եվ քանի որ այդ մասնիկները շարժվում են չափազանց մեծ արագությամբ եւ բավականաչափ խիտ են դասավորված, նրանք պարզապես վերածում են այսպիսի մի լուսավոր գծի։ Ոնց դա կարելի է հասկանալ, խնդրեմ, դուք ունեք մայրուղի, որով որ շարժում են մեքենաները, գիշերը։ Եթե դուք նայում եք դանդաղեցրած այդ կադրերը, դուք նկատում եք, որ մի հատ լուսավոր կետ է գալի, դա մեքենայի լապն է առաջի, այնուհետև երկրորդ, երրորդ, ճիշտ է երեխեք ջան, սենց առանձին լուսավոր կետեր են գնում։ Սակայն եթե դուք մեծ արագությամբ ժապավենը պտտացնեք, դուք կնկատեք, որ այդ մեքենաները բոլորը սենց միանում են իրար ու գիծ են լուսավոր դառնում։ Այդ Նյուտոնը ասում էր, հենց այդ լուսավոր գիծը ըստ էության դա հենց լույսի ճառագայթն է։ Եվ լուսային ճառագայթ իրենց ներկայացնում է համախումբ այդ մասնիկների, որոնք հետագայում ֆիզիկոսները կանվանեն ֆոտոն, չնայած իրականում քիմիկոսն է անվանել ֆոտոն, բայց ֆիզիկայում դա կոչվում է ֆոտոններ։ Եվ ինչն է շատ կարևոր, այդ նույն գաղափարը 1021 թվականին Ալ-Խազենն է առաջ քաշում։ Այնպես որ ինչ-որ առումով կարելի է ասել, որ առաջի գաղափարը քվանտերի մասին տրվել է դեռ 11-րդ դարում։ Ուղղակի մարդկությունը չէր գիտակցում, թե ինչպիսի հանճարեղ գաղափարներ էր առաջ քաշում այն ժամանակ Ալ-Խազենը։ Անցնում էին տարիներ եւ հարց ծագեց մեկ այլ մասնիկի մասին։
Եթե մենք լույսի մասնիկ անվանում ենք ֆոտոն, ապա հարց էր ծագում, իսկ ինչ է իրենից ներկայացնում լիցքի մաս։ Սա Բենջամին Ֆրանկլինն է։ Երեխեք ջան, տեսեք, միակ անձնավորությունն է, ով պրեզիդենտ չի եղել, սակայն իր նկարը կա դոլարի վրա։ Հասկանում եք, երեխեք ջան։ Բենջամին Ֆրանկլինը ֆենոմենալ անձնավորություն է եղել եւ զարմանալի գաղափարների տեր մարդ է եղել։ 1754 թվականին Բենջամին Ֆրանկլինը մի զարմանալի գաղափար է առաջ քաշում։ Կարող ենք մենք արդյոք ասել, որ մարմինը կարող է ցանկացած լիցք ունենալ։ Բենջամին Ֆրանկլինը գալիս է մի հետաքրքիր եզրահանգման, չի կարող ունենալ ցանկացած լիցք, որովհետև գոյություն ունի մի ինչ-որ տարական լիցք, որի պարագայում դուք ունենում եք արդեն փոքրագույն արժեքը լիցքի, որից ներքև դուք չեք կարող ունենալ լիցք։ Հասկանում եք, երեխեք ջան։ Ճիշտ ասած, այդքան էլ տենց չի այսօրվա օրով, որովհետև պարզվեց, որ երբ ուսումնասիրեցին պրոտոնները եւ նեյտրոնները, հասկացան, որ կան մասնիկներ, որոնք ունեն կոտորակային լիցք, դրանք այսպես կոչված քվարկերն են։ Սակայն մի շատ կարևոր հանգամանք կար։ Քվարկերը չեն կարող ազատ վիճակում գտնվել եւ տարական ամենափոքր լիցքը որ մասնիկ ունի, երեխեք ջան։ Էլեկտրոնը, չէ՞։ Իսկ դրական լիցքը գիտեք, երեխեք ջան, դա պրոտոնն է։ Բենջամին Ֆրանկլինի գաղափարները հեղափոխական էին եւ պետք էր մի հանճարեղ գիտնական, ով կարող էր այդ գաղափարները հաստատի, որ լիցքը նույնպես ընդհատ է, քվանտային բնույթ ունի, երեխեք ջան։ Դա Մայքլ Ֆարադեյն էր։ Ֆարադեյի մասին լսած կաք, երեխեք, թե չէ։ Ուրեմն տեսեք, ամենա ոչ արժանագույն կերպով գնահատված գիտնականն է աշխարհի։ Իր հանճարը իմ համոզմունքով Նյուտոնի, Էյնշտեյնի հաստատ ոչ պակաս մակարդակի վրա է։ Ես չեմ ասում մնացածի մասին, երեխեք ջան։ Ինչն էր ունիկալ Ֆարադեյի պատմության հետ կապված։ Այն հանգամանքը, թե ինչպես հայտնաբերվեց Ֆարադեյը։ Երբ բրիտանացիները 17-րդ դարի վերջում, 18-րդ դարի սկզբում հասկացան, որ նոր հեղափոխություն է արդյունաբերական սկսում, Լոնդոնի թագավորական ընկերությունը, որը նոր կազմավորվում էր, իսկ դուք գիտեք, երեխեք ջան, դա Անգլիայի, Բրիտանիայի գիտությունների ակադեմիան է։ Մի շատ կարևոր գաղափար առաջ քաշեց։ Գիտելիքի տեր այն ժամանակ կարող էին լինել միայն մեծահարուստները։ Սակայն հասկանալի էր դառնում, որ եթե ես օրինակ հիմա ուզում եմ ունենամ մեծ գործարան, ինձ մեծականակ օրինակ ճարտարագետներ են անհրաժեշտ, որովհետև այդ սարքերը պետք է աշխատեն, ճիշտ է երեխեք ջան։ Եվ եթե խոսքը գնում է ջերմային շարժիչների մասին, նրանք պետք է գաղափար ունենան ջերմադինամիկայի վերաբերյալ։ Հետևաբար պետք է մեծ քանակի մասնագետներ այդ գործին ներգրավել, իսկ ազնվականների ընտանիքները այդպիսի քանակի ճարտարագետներ չէին կարող մատակարարել նույն բրիտանական արդյունաբերությանը։ Եվ հասարակ մարդկանցից պետք է ընտրեին այդ մասնագետներին։ Եվ այդ ժամանակ Բրիտանիայի թագավորական ընկերությունը բացում է իր դռները եւ հրավիրում մարդկանց, որ եկեք լսեք մեր գիտնականներին, ովքեր բաց դասախոսություններ են անցկացնելու։ Եվ այդ դասախոսներից մեկը հանրաճանաչ քիմիկոս, թագավորական ընկերության նախագահ, պրեզիդենտ Հենֆրի Դևին էր, ով փայլուն լեկցիաներ էր անցկացնում, որոնք նվիրված էին քիմիային։ Եվ մի անգամ նա մի փաթեթ է ծրար է ստանում, որտեղ իր դասախոսությունների կազմած գրքույկներ, փոքրիկ, եւ մի նամակ, որը 21 տարեկան երիտասարդի կողմից էր ուղղված դեպի իրեն։ Երիտասարդի անունը Մայքլ Ֆարադեյ էր, եւ նա շատ հետաքրքիր նամակ է գրում։ Նա ասում է, գիտեք, ես ձեր դասախոսություններին եմ եղել, ինձ տոմսեր են նվիրել, ես եկել էի ձեր դասախոսությունին, եւ ես ուղղակի իմ հիացմունքն եմ ուզում արտահայտել։ Ես նաև ուղարկում եմ այս գրքույկը, որտեղ զետեղված են ձեր դասախոսությունները։ Իսկ տակը շատ հետաքրքիր պոստսկրիպտում էր։ Ես ինքս շատ ուզում եմ զբաղվեմ գիտությամբ, եթե դուք ունենաք
առանձին լաբորատորիայի ասիստենտի դրույք եւ ձեզ անհրաժեշտ լինի երիտասարդով ձեզ պետք է օգնի, խնդրում եմ ինձ վերցրեք աշխատանքի։ Դա չափազանց խիզախ քայլ էր մի երիտասարդի կողմից, ով դիմում էր փաստորեն վարչապետին համարժեք դեմքի, որովհետև Բրիտանիայի թագավորական ընկերության նախագահը դա շատ խոշոր դեմք էր, բնականաբար նա լորդ էր, բայց Հենֆրին խելոք մարդ էր, նա միանգամից թերթելով իր դասախոսությունները հասկանում է, որ սա ժամանակակից լեզվով ասած copy-paste չի իր պատմածի, որ այս երիտասարդը շատ խորը իր ոճն է ներդրել այս շարադրանքի մեջ եւ հասկանում է, որ իր առջևը հանճար է։ 1 տարի հետո Ֆարադեյը արդեն իր օգնականն էր։ Եվ կանցնեն տարիներ, երբ Հենֆրիին կհարցնեն, կասեն, որն է ձեր ամենամեծ հայտնագործությունը գիտության մեջ, իսկ նա բազմաթիվ հայտնագործությունների հեղինակն է, նա կասի Մայքլ Ֆարադեյն էր։ Ես աշխարհին նվիրեցի այդ անձնավորությանը։ Երեխեք ջան, այն ամենը, ինչը կապված է էլեկտրոմագնետիզմի հետ եւ շրջապատում է մեզ, հիմնարար առումով ակունքներով գնում է դեպի Մայքլ Ֆարադեյը։ Նա առաջ քաշեց էլեկտրոմագնիսական ինդուկցիայի գաղափարը, նա առաջ քաշեց դաշտի գաղափարը, շատ խորը փիլիսոփայական գաղափար էր։ Եվ նա առաջինն էր, ով 1834 թվականի իր հանճարեղ հոդվածում, տեսեք երեխեք, սա Մայքլ Ֆարադեյն է եւ բաց դասախոսություն է անցկացնում թագավորական ընկերության դահլիճում լայն բազմության համար, երեխեք ջան։ Սրանք հաստատ ներկա մարդիկ ֆիզիկոսներ չեն։ Եվ բացատրում էր, թե ինչպես է հոսանքը հոսում տարբեր միջավայրերում։ Տեսեք, սա այդ հոդվածն է, որը Philosophical Transaction ամսագրում էր, դուք անգլերեն հասկանում եք, չէ՞ երեխեք ջան, իմ կարծիքով։ 1834 թվականին, տեսեք նա ինչի մասին է գրում։ Ասում է on the absolute quantity of electricity associated with the particles or atoms of matter. Էլեկտրականությունը, հոսանքը նա կապում է նյութի մասնիկների կամ ատոմների հետ։ 1834 թվականին դա բացարձակ հեղափոխական գաղափար էր։ Ֆարադեյը առաջինն է, ով ըստ էության այն գաղափարը, որը առաջ է քաշում, Ֆրանկլինը ներդրում է անմիջապես նյութի բաղադրիչ մասնիկների հատկությունների հետ կապված պայմանների մեջ։ Եվ ասում է, այս սա է այն փաստը, որ ատոմները կամ մասնիկները, որոնք հետո մենք հասկացանք, որն են, էլեկտրոններն են մասնավորապես, հա երեխեք ջան, սրանք են լիցք տեղափոխողը։ Ընդ որում այդ լիցքերը պետք է ընդհատ լինեն, հատիկներ։ Իսկ հատիկ դա արդեն դուք հասկանում եք ինչ է նշանակում, չէ երեխեք ջան, առանձին դիսկրետ մասնիկներ, քվանտացված։ Այսինքն սա արդեն շատ խորը գաղափար էր նրա, որ լիցքը նույնպես այդ քվանտային օրենքներին է բավարարում։ Տեսնում եք, անընդհատ քվանտ բառն եմ կօգտագործում, երեխեք ջան։ Հիմքը այդտեղից է գալի։ Եվ ներմուծում է այդ F, դա Ֆարադեյը չի ներմուծում, ավելի ուշ է ներմուծվում, բայց այդ էլեկտրոլիտներում հոսանքը նյութերում ուսումնասիրելիս Ֆարադեյը մի շատ կարևոր պարամետր է հայտնագործում, որը վերաձևակերպելով հետո գիտնականները բերում են այսպես կոչված Ֆարադեյի թվին, որը հավասար է Ավոգադրոյի թիվը անգամ տարական լիցք։ Իմիջիայլոց այս փաստն էր հանգուցային դեր խաղում, երբ Արտուր Միլիկենը եւ ուրեմն Աբրամյոֆն փորձերը դնում էին եւ փորձում էին տարական լիցքը էլեկտրոնի չափել։ Համեմատությունը անում են այս թվի հետ։ 1834 թիվ։ Տեսեք ինչ աշխատանք է։ Մյուս կարևորագույն քայլը, երեխեք ջան, որը նույնպես պայմանավորված էր քվանտերի հետ, դա այսպես կոչված սև մարմնի ճառագայթման խնդիրն էր։ Ինչ է այդ խնդիրը։ Տեսեք, այ պատկերացրեք դուք ունեք, տեսնում եք լամպ, հասարակ լամպ, ոչ թե լուսադիոդային, այլ լամպա։ Վոլֆրամը լամպ կամ նիխրոմ է, որ ասում են։ Երբ որ հոսանքը գալիս է, լամպը վառվում է եւ լուսավորում է շրջապատական միջավայրը։
Բայց այդտեղ շատ կարևոր մի հանգամանք կա։ Եթե դուք այդ լամպի կողքը դնեք ջերմաչափ, դուք կնկատեք, որ սկզբից տաքանում է շրջակա միջավայրը, հետեւաբար ջերմաչափը սկսում է բարձրանալ ցուցմունքի առումով, ճիշտ է երեխեք ջան, ջերմացան, բայց ինչ որ պայծ կանգնում։ Երբ կանգնում է, դուք արդեն հասկանում եք, որ ինչքան տալիս է ջերմություն, հետեւաբար այդքան էլ պետք է կլանի։ Այսինքն առաջանում է ջերմային հավասարակշռություն։ Եթե հավասարակշռություն չլինի, նա կամ պետք է իջնի, կամ պետք է բարձրանա։ Ճիշտ է երեխեք ջան։ Այդ ճառագայթումը, որը հավասարակշիռ վիճակում էր գտնվում իր շրջապատող միջավայրի հետ, գիտնականները անվանում են բացարձակ սև ճառագայթում։ Ֆիզիկան ոչ ոք չէր կարողանում բացատրի այդ երևույթի։ Որն էր պատճառը։ Նրանք հարց էին դնում հետևյալ կերպ, ասում էին՝ լավ, եթե դուք վերցնեք եւ ջերմաստիճանը մեծացնեք, ինչպես կճառագայթի, ինչ ինտենսիվությամբ, ինչ էներգիա կճառագայթի։ Եվ երկրորդը, եթե հաճախությունը մեծացնում եք, կամ այլ կերպ ասած, ալիքի երկարությունն եք փոքրացնում կամ հակառակը, հաճախությունը փոքրացնում եք, ալիքի երկարությունը մեծացնում եք։ Այդ դեպքում ավելի շատ կճառագայթի, թե ավելի քիչ։ Դասական ֆիզիկան ցույց է տալի, որ եթե հաճախությունը մեծացնում ես, պետք է ճառագայթվող էներգիան մեծանա, գնա դեպի ամենամեծ հաճախային տիրույթը, ամենամեծ ճառագայթումը տա, իսկ դուք գիտեք, որ ամենացածր հաճախությունը կարմիր լույսն է, ամենաբարձր հաճախությունը մանուշակագույն։ Դրանից են կողմ ուլտրամանուշակագույն եւ առաջանում էր հետեւյալ պատկերը։ Տիեզերքը պետք է արագ հանգչեր։ Գնալով դեպի ուլտրամանուշակագույն տիրույթ, ճառագայթման էներգիան պետք է ձգտեր դեպի անվերջության, տիեզերքը պետք է լրիվ կորցներ իր էներգիան եւ այնուհետեւ սառչեր եւ կոլապսի ենթարկվեր։ Դա այսպես կոչված ուլտրամանուշակագույն աղետի սկզբունքն էր, որը առաջ էին քաշում այն ժամանակ ֆիզիկոսները, դասական ֆիզիկայի շրջանակներում։ Սակայն, երեխեք ջան, մեծերը սա երևի կհասկանան, սա էլեկտրամագնիսական ալիքն է, երեխեք։ Այդ ճառագայթումն է, որը Մաքսվելի կողմից է։ Սա դասական մոտեցումն էր այս խնդիրը լուծելու համար։ Տեսեք, ճառագայթումը գալիս է գնում է եւ սկզբից համարում են, որ այս ամենը տեղի ունենում անընդհատ կերպով։ Այնպես ինչ որ ստեղ է ներկայացած։ Սակայն երիտասարդ ֆիզիկոս Մաքս Պլանկը այս խնդիրը լուծելու համար ենթադրում է, որ իրականում ճառագայթումը ոչ թե անընդհատ կերպով է գնում, այլ ընդհատ, դիսկրետ, քվանտացված։ Եվ նա ասում է այն մարմինը, որը որ ճառագայթում է, պատկերացրեք, մակերեսի վրա ինչ որ ատոմների հավաքածու է եւ յուրաքանչյուր ատոմ տատանվում է։ Պարզագույն մոտարությամբ այդ տատանակը կարող ենք դիտարկել ներդաշնակ, ոնց որ զսպանակին ամրացված մարմին, հա երեխեք ջան, գնում գալիս է։ Բայց ոչ թե ճառագայթում է էներգիան ընդհատ, այլ փուլերով։ Մի հատ խփեց, հետո մի հատ խփեց, հետո մի հատ խփեց։ Նա անվանում է դա քվանտային տատանակ, քվանտային օսցիլյատոր։ Եվ այս գաղափարը հենց առաջ է քաշում անմիջապես այս խնդիրը ստանում է իր լուծումը։ Նա միանգամից կարողանում է բացատրել սերմանների ճառագայթման խնդիրը։ Չեմ բացատրում ինչ օրինաչափությունները, բարդ է երեխեք ջան։ Կմեծանաք, հետո կբացատրեմ։ Միանգամից հարց էր ծագում, արդյոք այդ գաղափարը միայն սև մարմնի ճառագայթման հետ էր կապված։ Պարզվեց ոչ։ Տեսեք, սա այն փորձն է, որը կատարեց այ ներկայացված այստեղ հանճարեղ գերմանացի ֆիզիկով Հենրիխ Հերցը։ Հերցը այն անձնավորությունն է, ով առաջինը հայտնաբերեց էլեկտրամագնիսական ալիքները, ինչ այլոց ասեմ։ Նա հեղինակավոր գերմանացի ֆիզիկոս Հելմհոլցի ամենավառ աշակերտն էր, փայլուն աշակերտն էր եւ մի անգամ նկատում է շատ հետաքրքիր մի հանգամանք։ Ուլտրամանուշակագույն ճառագայթի ազդեցության տակ լաբորատորիա մետաղյա սկավառակը սկսում է լիցքավորվել։ Այն դեպքում, երբ մինչև այդ նա էլեկտրաչեզոք էր։ Անդրոմ Հերցը միանգամից հասկանում է, որ լիցքը, որը որ ձեռք է բերում այդ սկավառակը, դրական է։ Եվ իր լաբորատոր մատյանում նա նշում է անում, որ ոնց որ թե ինչ որ բացական մասնիկներ է դուրս թռնում սկավառակից։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ։ Դա էլ հենց կոչվում էր լուսաէֆեկտ, ֆոտոէֆեկտ։ Լույսի ազդեցության տակ դուրս էին թռնում մասնիկներ։ Առաջի հայացքից թվում էր, թե այս տեսությունը պետք է շատ արագ ստեղծվի, որովհետև լույսը էլեկտրամագնիսական ալիք է, նա ունի էլեկտրական բաղադրիչ, էլեկտրական դաշտը ազդում է էլեկտրոնի վրա, դրա պատճառով էլեկտրոնը դուրս է թռնում։ Շատ պարզ բացատրություն էր։
Սակայն երբ սկսում են տեսությունը կառուցել դասական մոտեցումների հիման վրա, ոչ մի բան չեն կարողանում բացատրել։ Նա ունենում է խիստ որոշակի օրինաչափություններ, այդ օրենքը եւ այդ օրինաչափությունները ոչ մի կերպ չէր լինում բացատրել։ Մասնավորապես չէին հասկանում ինչի հաճախությունը, եթե մեծացնում են, նույն ձևի մեծանում է դուրս թռնող մասնիկների կինետիկ էներգիան։ Ընդ որում իրար ուղիղ համեմատական է։ Ուղիղ համեմատականը գիտեք որն է, չէ՞։ Kx գումարած b ֆունկցիան է, y-ը հավասար է kx գումարած b։ Ոչ մի կերպ չէին հասկանում ինչի որոշակի հաճախությունից սկսած նոր կարելի է ուսումնասիրել ֆոտոէֆեկտը։ Չէին հասկանում։ Թվում էր թե ես ինտենսիվ լույս կտամ ցածր հաճախությամբ, բայց ֆոտոէֆեկտ չէին ստանում։ Տեսնում են որ չէ, խիստ որոշակի արժեքից հետո նոր սկսում է։ Այնուհետև դասական ֆիզիկայով հաշվում են այն ժամանակը, որի ընթացքում նա պետք է պոկեր այդ էլեկտրոնը մետաղի մակերևույթի վրայից։ Դա մոտավորապես 10-4, 10-5 աստիճան վարկյան էր։ Փորձը ցույց էր տալի, որ 5-ը կարգ ավելի արագ։ Ակնթարթորեն սկսում է լուսաէֆեկտը։ Եվ հետևաբար ստացվում էր էլի չի աշխատում դասական ֆիզիկան։ Այս ամենը հասկանալու համար անհրաժեշտ եղավ Ալբերտ Էյնշտեյնի հանճարը։ 1905 թվականին նա տպագրում է մի աշխատանք, որի շրջանակներում բացատրում է լուսաէֆեկտը։ Նա ասում է եկեք անդրադառնանք Պլանկի գաղափարներին, բայց ոչ թե ճառագայթման, այլ կլանման առումով։ Համարենք, որ նա կլանում է նաև փուլերով։ Եվ այդ կլանվող լույսի մասնիկը, որը հետո պրոֆեսոր Լյուիսը, քիմիկոս ամերիկացի ներմուծեց ֆիզիկայում, այ կներեք երեխեք ջան, այ տեսնում եք այդ ճառագայթը որ գալիս է, այ պատկերացրեք դրանք առանձին տենց մասնիկներ են լույսի, ոչ թե անընդհատ կերպով։ Եվ երբ նրանք կլանվում են փաստորեն, այդ մասնիկները անվանեցին ֆոտոններ։ Եվ Էյնշտեյնը ասեց այդ ֆոտոնը, որը ունի H օմեգա էներգիա, ինչպես որ Պլանկը առաջարկել էր, օմեգան դա հաճախություններ, H-ը Պլանկի հաստատումը գնում է աշխատանք կատարելու, որ մասնիկը կարողանա պոկի մետաղի մակերեսից, իսկ եթե նա ունի նաև հələ դեռ որոշակի էներգիայի պաշար, այդ էներգիայի պաշարը կգնա նրա, որ ինքը կինետիկ էներգիա ձեռք բերի եւ շարժվի ինչ-որ արագ։ Շատ པարզ բանաձև էր, շատ չափազանց པարզ։ Ընդ որում այս տեսությունը չէր ընկալվել սկզբից։ Եվ նույնիսկ երբ Էյնշտեյնին ընտրում էին պրուսական ակադեմիա, ակադեմիկոսներից մեկը, ով բնութագիրը պետք է տար Էյնշտեյնի գործունեության, ասում են նա չափազանց հանճարեղ գիտնական է, սակայն նրան բնորոշ են նաև սխալ գաղափարներ, ինչի վառ արտահայտությունն է լուսաէֆեկտի տեսությունը, որովհետև նա սկզբունքորեն սխալ է։ Ասեմ ձեզ, որ Էյնշտեյնը Նոբելյան մրցանակ ստացավ այս բանաձևի համար 21 թվականին։ Նա հատուկ հարաբերականության համար չի ստացել, երեխեք ջան, կամ ընդհանուր հարաբերականություն։ Նա ստացել է հենց ֆոտոէֆեկտի համար, որովհետև Պլանկի աշխատանքից հետո սև մարմնի ճառագայթման սա առաջի աշխատանքն էր, որի շրջանակներում նույնպես այդ գաղափարը օգտագործվել։ Նու ես հույս ունեմ, որ դուք գիտեք այս երիտասարդները ովքեր են, չէ՞։ Սա Pink Floyd-ն է եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Pink Floyd-ի տղաները շատ կիրթ են եւ իրենց կրթությամբ նրանք ճարտարապետներ են, նրանք իրենց ալբոմներից մեկը, իմիջիայլոց ալբոմները բացառապես իրանք են ձևավորել, դա էլ ես ուզում եմ հատուկ ասեմ, ու հաշվի առնելով, որ ժամանակակից լեզվով արտահայտված ես ֆանատ եմ Pink Floyd-ի, ես մի անգամից բերեցի այս հայտնի փորձը, որը որ ժամանակին դրվել է Նյուտոնի կողմից։ Որն էր հարցը։ Նյուտոնը ասում էր սպիտակ լույսը շատ բարդ բաղադրություն ունի։ Եվ այդ ամենը ապացուցելու համար նա մի հանճարեղ փորձ է դնում, երեխեք ջան։ Մութ սենյակում վարագույրի մեջ մի փոքր անցք է անում։ Այնուհետև այդ ճառագայթը ընկնում է, դեմը դնում է պրիզմա։ Ուրեմն իր վրա ընկնող լույսը, եթե նա ապակուց է, բեկվում է։ Սակայն մի կարևոր հանգամանք կա։ Տարբեր ալիքի երկարություն ունեցող լույսի գույները տարբեր կերպով են բեկվում։ Քիչ բեկվում է կարմիրը, զգալի կերպով բեկվում է կապույտը։ Եվ Նյուտոնը, երբ այդ փունջի սպիտակ լույսի դիմաց դնում է այդ պրիզման օպտիկական, նա տեսնում է, որ էկրանի վրա ստացվում է ֆիացանի գույները։ Պարզ է, երեխեք ջան։ Բնությունը շատ հետաքրքիր է, չէ՞։
Ընդամենը 7 նոտա է, բայց այդ նոտաների հիման վրա կարելի է օրինակ, ինչ ասեմ, Ռախմանինովի ստեղծագործությունները լսել եւ հասկանալ, որ ընդամենը այդ 7 նոտաների միջոցով կարելի է հանճարեղ ստեղծագործություն։ Տենց էլ ֆիզիկան է։ Ընդամենը 7 գույն է, բայց տեսեք ինչպիսի երանգներ կա եւ ինչ կարելի է կառուցել այդ երանգների հիման վրա։ Անցնենք առաջ, երեխեք ջան, ինչի էր սա մեզ պետք։ Ակնհայտ էր դառնում, որ մենք պետք է ինչ-որ կերպ զրուցենք միկրոաշխարհի հետ, այսինքն նյութի կառուցվածքի։ Ամենապարզ եւ մեր համար հասանելի միջոցը դա այն էր, որ մենք կարողանայինք գույների միջոցով գաղափար կազմենք, թե նյութի բաղադրությունը ինչ է իրենից ներկայացնում։ Մի բան ակնհայտ էր, որ եթե բոլոր գույները ճառագայթման մեջ կան, այսպես կոչված սպեկտրի, սա անվանում են սպեկտր, ըստ գույների այդ բաժանումը, երեխեք ջան, անվանում են սպեկտր։ Եթե նա անընդհատ է, այ վերևը տեսնում եք երեխեք ջան, այդ երբ գալիս ենք ըստ ալիքի երկարության, ամենափոքրից դեպի ամենամեծը, հա երեխեք ջան, կապույտից, մանուշակագույնից դեպի կարմիր։ Այդ դեպքում մենք կարող ենք ասել, որ նյութում առկա են բոլոր տիպի տատանումները եւ նյութը կարելի է դիտարկել ինչպես անընդհատ միջավայր, որտեղ գոյություն ունեն ըստ դասական տեսության ցանկացած էներգիայի արժեքներ, որովհետեւ ճառագայթումը պայմանավորված է էներգիայով։ Չէ՞, նրանք ճառագայթում են, ուրեմն էներգիա են կորցնում։ Սակայն երբ ուսումնասիրեցին գազերը, նրանք մի զարմանալի փաստ տեսան, որ եթե գազը համեմատաբար նոսր է լինում, առաջանում է շերտավոր պատկեր, այսինքն ինչ որ գույներ կան, մեկ էլ դադարում է ճառագայթվել։ Անցնում ենք առաջ, տեսնում ենք նորից ինչ որ գույներ կան, հետո էլի դադարում է, տեսեք երեխեք ջան, սա հենց գնում է, կապույտից դեպի կանաչ, դեղին, նարնջագույն, կարմիր, հասկանում եք երեխեք ջան, բայց կան արգելված տիրույթներ, որոնք ուղղակի սև են, չկա ճառագայթում այդտեղ։ Նու բնականաբար գիտնականները մյուս հարցն են տալի, ասում են լավ, եկեք անցնենք չափազանց նոսր գազերի։ Եթե չափազանց նոսր է գազը, դա նշանակում է, որ արդեն մենք գործ ունենք առանձին ատոմների հետ, հա երեխեք ջան։ Չելս գիտես, չէ՞ որ առաջի սպեկտրը տիեզերքից է եկել, որոնք համապատասխանում են առանձին ջրածնի ատոմին, էդ էլ էր հասկանալի ինչի, ուժեղ իոնացված գազեր էին, որոնց պարագայում փաստորեն 1 էլեկտրոն էր։ Հիմա արդեն հասկանում են գիտնականներ, միջուկի շուրջ մնում։ Եվ դա դառնում էր ջրածնի ատոմ։ Ինչ էր արդյունքում ստացվում։ Առանձին գծեր։ Դա այսպես կոչված գծիկավոր սպեկտրներ ճառագայթման։ Սա ապշեցուցիչ արդյունք էր, որովհետև ոչ մի կերպ հնարավոր չէր դասական ֆիզիկայի շրջանակներում բացատրել։ Տեսեք, օպտիկան ոնց է մեզ թույլ տալի գաղափար կազմել այն մասնիկների մասին, որոնց ըստ էության մենք չենք կարող տեսնել։ Այն ժամանակ դա սկզբունքորեն ի վիճակի չէին այդ ամենը տեսնել գիտնականները, սակայն ինչպես ես ասացի, այլ հանգամանքներ վկայում էին կառուցվածքի մասին այդ նյութի։ Ստեղից գիտնականները հասկանում են, որ ատոմը պետք է ինչ-որ կառուցվածք ունենա։ Վաղ երկու կարևորագույն մոդելները։ Առաջինը Ջոզեֆ Թոմսոնը, այն անձնավորությունը, ով, ինչպես դուք գիտեք, ինչ արեց։ Հայտնաբերեց էլեկտրոնը, ինչի համար ստացավ Նոբելյան մրցանակ։ Իմիջիայլոց շատ հետաքրքիր հանգամանք էլ նշեմ, իսկ իր որդին Նոբելյան մրցանակ ստացավ նրա համար, որ հայտնաբերեց էլեկտրոնի ալիքային հատկությունները։ Շատ հետաքրքիր տենց ընտանիքներ կան, դինաստիաներ կան։ Նիլս Բորի տղեն Օգե Բորը ստացավ Նոբելյան մրցանակից, Սիգբանի տղան էլի ստացավ Նոբելյան մրցանակը։ Եվ կար շատ հետաքրքիր մի զույգ, դա Բրեգերի ընտանիքն էր, երբ հայր եւ որդին ստացան Նոբելյան մրցանակ, ընդ որում որդին ընդամենը 25 տարեկան էր, եւ բոլորը ասում էին, այս հերը տղուն բրդում է Նոբելյանի, խեղճ մարդը վերջը կանգնեց ասեց, արա այս լակոտը ինձանից շատ գործ արել, ինչ եք ուզում, ամոթա, ինքն է առաջինը ստացողը, ոչ թե ես։ Շատ հումորով պատմություն էր, թե ինչպես հայր եւ որդի Նոբելյան էին ստանում։ Բայց ամենայն դեպս Թոմսոնը համարվում էր այն ժամանակվա համաշխարհային մակարդակով ամենահեղինակավոր գիտնականներից մեկը եւ մինչալից ասեմ, Էրնստ Ռեզերֆորդի ուսուցիչն էր, ում Ռեզերֆորդը պաշտում էր։ Նա առաջարկում է մոդել, որը անվանում են Չամիչով կարկանդակ, կամ ավելի շուտ կարկանդակ Չամիչով, հա, ասենց ասեք։ Ուրեմն ինչ է, քանի որ այն ժամանակ էլեկտրոնը գիտեի, որ փաստացի կա,
դա մասնիկ է, դրանք առանձին չամիչներն էին, երեխեք ջան, իսկ դրական լիցքը դա այդ խմորն էր։ Եվ Թոմսոնը շատ գեղեցիկ մոդել է կազմում, որը այսպես կոչված Գաուսի թեորեմի հիման վրա կարելի է հիմնավորել, որը որ ցույց էր տալի, թե ինչպես էլեկտրոնները կարող են մեկուսանալ այդ ատոմի մեջ, եւ նաեւ բացատրում էր, փորձում էր բացատրել, թե ինչ է նրանք առանձին գծիկներով ճառագայթում։ Դա էլ շատ գեղեցիկ մոդել է։ Սակայն կա մի մոդել, որի մասին շատ քչերը գիտեն եւ ծայր աստիճան անարդարացիորեն այս հանճարեղ գիտնականը մոռացության է տրված։ Դա Հինտարո Նագաոկանը, ով համարվում է ժամանակակից ճապոնական տեսական ֆիզիկայի հիմնադիր։ 1903-1904 թվականներին Նագաոկան, երբ այցելում է եվրոպական առաջատար լաբորատորիաները եւ մասնապես Օսվալդի լաբորատորիայում ռադիացիայի երևույթներն է ուսումնասիրում, գալիս է այն գաղափարին, որ ատոմի կառուցվածքը կարելի է տալ Սատուրն մոլորակի մոդելի հիման վրա։ Որն էր պատճառը, երեխեք ջան, դա առանձին պատմություն է եւ պահանջում է ներկայացնել բավականին մանրամասն։ Սակայն նա ձևակերպում է մի մոդել համաձայն որի, խնդրում եմ ուշադիր եղեք, 1903 թիվ։ Ատոմի կենտրոնում գտնվում է շատ մեծ, ծանր եւ դրական լիցքավորված մի մասնիկ, ինչպես Սատուրն մոլորակ։ Իսկ էլեկտրոնները գտնվում են այդ կենտրոնական դրական լիցքավորված գնդաձև մարմնի շուրջ օղակաձև ուղեցրերի վրա, խիտ դասավորված են եւ պտտվում։ Ինչ է ձեզ հիշացնում։ Հիմիկվա ատոմի մոդել է, ճիշտ է երեխեք ջան։ Ասա։ Առանձին մասնիկներ է տեսնում։ Այո, առանձին։ Ընդ որում, նա գրում է բանաձև պոտենցիալ էներգիայի համար 904 թվականի արդեն ընդլայնված հոդվածում, որը դուք կարող եք հիմա ցանկացած քվանտային մեխանիկայի կամ քվանտային քիմիայի դասագիր վերցնեք, եւ դա բացարձակ ճիշտ արտահայտություն է այսպես կոչված բազմաէլեկտրոնային ատոմների համար։ Հանճարեղ աշխատանք է լինում։ Սակայն ուշադրության չի արժանանում եւ աշակերտը Թոմսոնի Էրնստ Ռիզերֆորդը որոշում է ապացուցել իր ուսուցչի մոդելը եւ ձեռնարկում է այդ հանճարեղ փորձը, իմիջիայլոց դա մի փորձ չէր, ինչպես դուք հասկանում եք, դա շարք էր փորձերի, որի սկիզբը դրվում է Մանչեսթերի համալսարանում 1908 թվականին եւ ավարտում է այն ժամանակ, երբ արդեն նա հրավիրվում է Քեմբրիջ Քավենդիշի լաբորատորիա եւ այնտեղ իր աշակերտների հետ, մասնավորապես ապագա Նոբելյան մրցանակակիր Գեգերի հետ, ձևակերպում է իր մոլորակային մոդելը ատոմի։ Ինչ էր ինքը անում։ Ալֆա մասնիկները բաց էր թողում ռադիոակտիվ նյութի միջոցով եւ ռմբակոծում էր ոսկու թիթեղը։ Նա մտածում էր հետեւյալ, այ վերևի մոդելը նայեք երեխեք ջան։ Ասում էր դե եթե դրական ծով է, էլեկտրոններն էլ ալֆա մասնիկից մոտավորապես 7.500 անգամ ավելի թեթև են, ապա ալֆա մասնիկները չեն էլ նկատի էլեկտրոնների առկայությունը, իսկ այս էկրանը որ կա երեխեք ջան, համարյա 360 աստիճանով շրջապատում է այդ փաստորեն թիրախը, այդ էկրանի վրա նա հատուկ նյութ էր, ծածկույթ էր դրել, որը այսպես կոչված ֆլորեսցենտ հատկություններով էր օժտված։ Որն է դրա էությունը, եթե մասնիկը հարվածում է, ապա այդ հարվածի կետում բոցավառվում է։ Ճիշտ է երեխեք ջան, ունա իմանում է ուր է։ Պատմությունը շատ հետաքրքիր է, ասում է Ռիզերֆորդը մի հատ ուսանողի հետ է այդ փորձերը սկզբից անում, որը Ռիզերֆորդի այստեղ նա հասնում հարցեր տալով, ու մի ձևի պրծնելու համար այդ ուսանողից նա միանգամից հասկանում էր, որ հետքերը պետք է մնան թիրախի հետևը։ Ճիշտ է երեխեք ջան, որովհետև եթե նա անցնում է, դե պատկերացրեք, դա համարժեք է նրա, որ 7.5 տոննայանոց բեռնատարը մի կիլոգրամանոց գնդակի խփի։ Պարզանա չի նկատի այդ գնդակը։ Եվ Ռիզերֆորդը լրիվ համոզված էր, որ այ եթե նա անցնում է ատոմի ներսով, նա պարզապես այդ թիրախի հետևը ինչ որ որոշակի հաստությամբ ինչ որ մի լագհայ է տալու, լավ, ենթադրենք շրջանագիծը։ Եվ հետևաբար նա պետք է շատ հստակ ձևավորված հետք ունենա, ուղիղ արգելքի հետևը մնացած տեղերը ոչ մի մասնիկ չպետք է գնա։
Ու իրոք տենց էլ ստացվում էր առաջի հետքից, բայց այդ ուսանողը, ում մենք բոլորս պետք է շնորհակալ լինենք, այնքան է զզվցնում, որ ասում է, լսի, գնա մի հատ այն սարքի հետևը, տես ընդ կարող է ինչ-որ մի բան վառվում ա, չի եմ, դա լեգենդա թե ինչ է, ուղղակի պրծնելու համար։ Ու մեկ էլ հանկարծ այդ աշակերտը ասում է, գիտեք, ստեղ էլ ինչ-որ բաներ ա վառվում։ Ռեզերֆորդը ականջներին չի հավատում, Գեգերին ու իր մյուս ասպիրանտին ասում է, մի հատ հələ գնացեք, տեսեք ինչ է կատարվում, եւ շատ հուզված իր աշակերտները գալիս են իր մոտ ու ասում են, գիտեք, պրոֆեսոր, իրականում ճիշտ է այդ ուսանողը գտել, վառվում է այդտեղ էկրանը։ Մասնիկներ կան, որ հետ են թռնում։ Եվ դրանից Ռեզերֆորդը հասկանում է, որ հետեւաբար ատոմի ներսը կա ինչ-որ դրական լիցքավորված շատ ծանր մասնիկ։ Պարզա չէ, ինչի ծանր, երեխեք ջան։ 7.5 տոննայանոց բեռնատարը պետք է օրինակ 20 տոննայանոց այլ բեռնատարի հարվածի, որ ոչ թե գնա առաջ, այլ մի բան էլ հետ թռնի։ Ու ինքը հասկանում է, որ այդ դեպքում դրական լիցքը պետք է նույնպես ինչ-որ մի մասնիկի մեջ կուտակված լինի, եւ այդ մասնիկը անվանում է միջուկ։ Եվ տեղից առաջանում է միջուկային մոդելը, որը ըստ էության ավելի կատարելագործված մոդել էր, սակայն գաղափարը ինչ որ առումով կարելի ասել առաջինը ճապոնացիներն էին տվել։ Դա էլ ես ձեզ ասեմ, մի փոքր բան էլ պատմություն էլ պատմեմ, երեխեք ջան, ես Ճապոնիայում էի, մենք այցելեցինք մի քանի համալսարան ճապոնական, եւ ես թեթևակի զրույց ունեցա մասնավորապես Ցուկուբայի համալսարանն էր, որը համարվում է Ճապոնիայի լավագույն համալսարաններից մեկը, եւ տեսա, որ ճապոնացիները առանձնապես այդ մոդելի հետ ծանոթ չեն Նագաոկայի։ Հետո Երևանում արդեն գիտաժողով էր եւ Օսակայի համալսարանից Նակամուրա ազգանով պրոֆեսոր էր եկել, ով պլազմայի ֆիզիկայի մասնագետ էր, բայց Երևանում ես այդ պրոֆեսորի հետ ունեցա երկար զրույց եւ ինքը շատ զարմացավ, երբ իմացավ այս մոդելի մասին։ Երբ նա վերադարձավ Ճապոնիա, ինչ որ ժամանակ հետո ուղարկեց 1905 թվականի Ճապոնիայի ֆիզիկական ընկերության զեկույցը Նագաոկայի եւ ճապոներեն լեզվով այդ հոդվածը, որը ես արդեն գտել էի Philosophical Magazine ամսագրում, որտեղ որ տպագրված էր այդ մոդելը առաջ անգամ, այսինքն չէ բալես, այդ ես շուտ եմ իմացել։ Ուղղակի այդ մոդելի մասին չեն գրում, ասեմ ինչի։ Հասկանում եք, ի տարբերություն հայերի, զարգացած ազգերը քաղաքակրթական մրցավազքի մեջ են։ Նրանք համարում են, որ ամենակարևոր բանը քաղաքակրթությանը հանճարեղ գաղափարներ տալն է։ Օրինակ գերմանացիները տվել են փայլուն փիլիսոփայական դպրոց, երաժշտական դպրոց, մաթեմատիկական դպրոց, քվանտային մեխանիկան ըստ էության կարելի ասել 70%-ով դա գերմանական դպրոցի արդյունքն է։ Եվ բրիտանացիները այդ հարցին մոտենում էին շատ սուր, որովհետև նրանք համարում էին, որ ատոմի գաղափարը իրանք են տվել։ Եվ եթե այդ ֆոնի վրա բրիտանացիները ընդունեին այն հանգամանքը, որ Նագաոկան առաջինն է առաջ քաշել միջուկի գաղափարը, այդքան էլ լիարժեք չէր լինի Ռեզերֆորդի մոդելը բրիտանական տեսանկյունից։ Նագաոկան նամակ է գրում Ռեզերֆորդին։ Ասում է, դուք չէիք տեսել իմ մոդելը։ Ես այդ մոդելը ներկայացրել էի, ընդ որում շատ հետաքրքիր բան էր։ Թոմսոնի մոդելը եւ Նագաոկայի մոդելը մի քանի ամսվա տարբերությամբ են դուրս գալի միևնույն հատորում 1904 թվականի Philosophical Magazine ամսագրում։ Եվ Նագաոկան ասում է, այդ մոդելը կար, ինչի հղում չեք արել, որ այդ գաղափարը ես առաջ էի քաշել։ Ծանր մասնիկ, դրական լիցքավորված ատոմի կենտրոնում։ Ռեզերֆորդը բավականի ցինիկ պատասխան է տալի, ասում է, ես չեմ նկատել ձեր հոդվածը։ Ու ես հասկացա, որ պատճառը շատ ավելի պարզ է, չեն ուզում ուղղակի, որ դրա մասին խոսվի։ Որովհետև եթե լայն տարածում գտնի, ճապոնացիները ինչ որ առումով կարող են հավակնել ատոմային մոդելի հեղինակության համահեղինակ լինելու համար, եկեք սենց ասենք, հասկանալի է, իսկ նրանք շատ կարևոր են համարում, օրինակ բրիտանացիները շատ հպարտ են, որ Ֆերմայի մեծ թեորեմը ապացուցեց բրիտանացի, նրանք համարում են դա շատ կարևոր հանգամանք, ընդհանրապես ասած ձեր սերունդներին պետք է բացատրել, որ այն հանգամանքը, որ անգլիացիները այդքան լավ մեքենաներ ունեն ու այդքան լավ ապրում են, դա հենց հետևանքն է նրա, որ իրանք ամենաշատ արժևորում են այդպիսի հայտնագործությունները։ Հասկանում եք, գերմանացուն, որ հարցում ես, ասում ես, ինչի է այդքան լավ մեքենա ձեր մոտ, BMW, Mercedes, Adidas, Bavaria,
Չէ, երեխեք ջան։ Նրանք ասում են, որովհետև մենք ունեցել ենք Վագներ, որովհետև մենք ունեցել ենք Լեյբնից, որովհետև մենք Բեթհովեն ենք ունեցել, Գիլբերտ Գաուս ենք ունեցել։ Այնպես որ սա քաղաքակրթությունների մրցավազք է։ Եվ այդ իսկ պատճառով այդ մոդելը շատ անարժան կերպով անտեսված է։ Անդրադառնանք Ռեզերֆորդի աշխատանքին։ Ռեզերֆորդը հասկանում է, որ միակ տարբերակը, որի միջոցով կարելի է բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում մոդելը ատոմի, դա դրական միջուկն է եւ նրա շուրջ պտտվում է էլեկտրոնը։ Չկար ուրիշ տարբերակ։ Ինչի է պտտվում, դա էլ բացատրություն ուներ, որովհետեւ ոչ պտույտային վիճակում գտնվող համակարգ, այսինքն ստատիկ հնարավոր չէր ստեղծել, դա էլ բրիտանացի ֆիզիկոս Իռշոուն էր ժամանակին ապացուցել։ Սակայն այս մոդելը անկայուն էր եւ ինչպես հետևանք պետք էր հրաժարվել դասական գաղափարներից, որովհետեւ ըստ դասական գաղափարի պտտվող էլեկտրոնը պետք է ճառագայթեր, էներգիա կորցներ եւ ընկներ միջուկի վրա։ Այս մոդելն էր բացատրում։ Ինչ է անում Նիլս Բորը։ Նիլս Բորը ենթադրում է, որ կան ուղեցրեր, որոնցով պտտվելիս էլեկտրոնը չի ճառագայթում։ Երկրորդ բանը, որ նա ենթադրում է, մի ուղեցրից մյուս ուղեցիրը անցնելիս էլեկտրոնը կամ ճառագայթում է, եթե բարձր վիճակից էներգիա իջնում է ցածր վիճակ, կամ եթե լույս է ընկնում, ապա քվանտի պես կլանում է եւ բարձրանում է ցածրից բարձր մակարդակ։ Էներգիան էլ H օմեգա էր կամ H-նյու։ Ու ունդ գծիկի հարց կա, երեխեք ջան։ Տեսեք, այս ներքևը նա կլանում է եւ բարձրանում է, իսկ ստեղ վերևից ներքև այջնում եւ ճառագայթում է։ Այս է գաղափարը։ Նու կար եւս մեկ կարևոր մի հանգամանք, բայց այդ հանգամանքը չենք նշի, որովհետև բարդ է ձեր համար։ Տեսությունը իրականում կիսատ պռատ էր, որովհետև մի կողմից խոսում էին ուղեցրերի մասին, ինչը վկայում էր դասական մոտեցման շրջանակների մասին, բայց մյուս կողմից ասում էր, տեսեք, թռիչք կա կատարում։ Քվանտ է, միտեղից թռնում է, միտեղից չի կարող թռնել։ Հասկանալի էր, որ Բորի տեսությունը դա ինչ որ միջանկյալ տեսությունը եւ գոյություն ունի առեղծվածային եւ շատ ավելի կարեւոր եւ ընդհանուր տեսություն, որը պետք է ստեղծվեր։ Երեխեք ջան, պարադոքսալ փաստ է, բայց առաջին այդ ուղղությամբ քայլ կատարեց մի անձնավորություն, ով իր կրթությամբ փիլիսոփա էր եւ թատերական քննադատ։ Լուի դե Բրոյլը։ Ռուսները այս նկարին ասում են «Самая умная фотография». Ուրեմն ստեղ, եթե չեմ սխալվում, 29 ֆիզիկոս է, որոնցից 17-ը Նոբելյան մրցանակի են արժանանում հետագայում։ Տեսեք, այս անձնավորությունը, տեսնում եք, այս բեղերով ջաջային, իրեքն էլ բեղերով են, Էյնշտեյնի կողքի նստած այս անձնավորությունը։ Սա Պոլ Լանժևենն է, երեխեք ջան։ Այն ժամանակվա Ֆրանսիայի տեսական ֆիզիկայի գլխավոր դեմքը։ Իր հետևը Պոլ Լանժևենի աշակերտն է, երիտասարդ։ Այ տեսնում եք այս անձնավորությունը, երեխեք ջան, դա Լուի դե Բրոյլն է։ Սա Սոլվեի 5-րդ կոնգրեսն է, ուրեմն Սոլվեյը մեծահարուստ կրթությամբ քիմիկոս մեծ ընկերության ղեկավար էր, ով զբաղվում էր այն ժամանակվա քիմիական տեխնոլոգիաներով, եւ ինքը շատ հետաքրքիր ավանդույթ է ձևավորում։ Բավականաչափ երկար ժամանակահատված տրամադրում է նրան տարիներ շարունակ, որ հրավիրում է աշխարհի ամենահայտնի ֆիզիկոսներին, քիմիկոսներին, կամ Բելգիա, կամ Շվեյցարիա, վարձում էր չափազանց շքեղ հյուրանոց կամ հանգստյան տուն, իր հաշվին այդ գիտնականներին տարբեր երկրներից տեղափոխում էր այդ հյուրանոցը եւ մոտ 1 շաբաթ ժամանակահատված տրամադրում ընդամենը շփման համար, որ իրանք պարզապես իրար հետ շփվեն, զրուցեն։ Այդ կոնգրեսը անվանեցին Սոլվեյան կոնգրես, ավելի շուտ կոնգրեսները, եւ տեսեք ովքեր են նստած, երեխեք ջան։ Ուրեմն սա Լորենցն է, հոլանդական տեսական ֆիզիկայի ամենագլխավոր գործող անձը։ Մարիա Սկլադավսկայա Կյուրին էր, Մաքս Պլանկը, Ալբերտ Էյնշտեյնը։ Այնտեղ երիտասարդ թև կա վերևի տղերքից։
Հայզենբերգն է, Պաուլին է, Շրոդինգերն է, Դիրակն է, Դեբրոյլն է, Կրամերն է, այսինքն ամբողջ այդ համասփյուրը, այդ հանճարների հավաքված էր միտեղ եւ ասում էին պարզապես շփվեք իրար հետ, որովհետեւ այդ գաղափարները շատ կարեւոր են լինելու մարդկության համար։ Եվ 4-րդ կոնգրեսի ժամանակ Պոլ Լանժևենը իր հետ բերում է իր աշակերտին Լուի Դեբրոյլին, ով այդ ժամանակ պետք է պաշտպաներ իր ատենախոսությունը տեխնացուական, ուրեմն նա շատ հետաքրքիր գաղափար էր առաջ քաշել։ Լուի Դեբրոյլը շատ հարուստ ֆրանսիական ընտանիքի Դեբրոգլիների ընտանիքից էր, որոնք ճյուղ ունեին դեպի թագավորական ընտանիք, եթե չեմ սխալվում, բուրբոնների վրա են, այդտեղ կարող է սխալ, բայց ոնց որ թե բուրբոնների վրա են դուրս գալիս, եւ ուրեմն իր եղբայրը Մորիս Դեբրոյլը այն ժամանակվա Եվրոպայի ամենաառաջադեմ ռենտգենյան լաբորատորիայի ղեկավարն էր։ Դեբրոյլը շատ հաճախ էր այցելում եղբոր լաբորատորիա եւ նկատում է մի շատ կարեւոր բան։ Մեկ գիտնականները խոսում են ռենտգենյան մասնիկների մասին, մեկ ալիքների մասին, մեկ էլ ճառագայթ։ Եվ մի անգամ ասում լավ ասում, հիմա ալիքա թե մասնիկա։ Այդ ռենտգենյան ալիք եք ասում, մասնիկ։ Եղբայրը շատ լավ պատասխան է տալի, ասում համենա։ Ինչ որ դեպքերում նա ինչպես ալիքային են արտահայտում, ինչ որ դեպքերում ինչպես մասնիկ։ Պայմանավորված նրանով, թե ինչ խնդիր ենք նայում։ Դեբրոյլը մի հանճարեղ գաղափար է առաջ քաշում, ասում է, եթե ալիքը կարող է մասնիկ լինի, չէ՞ որովհետև ռենտգենյան ալիքը դա էլեկտրոմագնիսական ճառագայթում է։ Ապա ինչի՞ չենթադրենք, որ հակառակը մասնիկն էլ կարող է ալիք լինի։ Եվ առաջ է քաշում մի բանաձև, որը շատ պարզ տեսք ուներ, Պլանկի հաստատունը բաժանած իմպուլսի վրա, զանգված անգամ արագություն։ Ընդ որում, երբ դնում հաշվում են էլեկտրոնի համար, տեսնում են, որ այս ալիքի երկարությունը ուղիղ տալիս է 1 անգստրոմ, 10-8 սանտիմետր կարգի մեծություն, ինչը համապատասխանում էր բյուրեղական ցանցերի միջև եղած հեռավորությանը։ Դա շատ կարևոր հանգամանք էր։ Եվ այդ ատենախոսությունը նա բերում է եւ ներկայացնում է Սոլվեյան կոնգրեսին, նաեւ իր հետ տանում է երիտասարդ Դեբրոյլին, Ալբերտ Էյնշտեյնը հիանում է այդ գաղափարներից։ Եվ Պոլ Լանժևենին խնդրում է, ասում այդ ատենախոսության ձեռագրերը տվեք։ Տալիս է ձեռագրերը եւ նա անմիջապես այդ ձեռագրերը 2 կարևորագույն գիտական խմբերի է ուղարկում։ Մեկը Գյոտինգենի համալսարան Մաքս Բորնի լաբորատորիան եւ մյուսը ուրեմն Ժենևա է ուղարկում Պիտեր Դեբային։ Երկուսն էլ ապագա Նոբելյան մրցանակակիրներ էին։ Նամակը ես միշտ այդ իմ ուսանողներին պատմում եմ, շատ հետաքրքիր է ձևակերպված։ Կարդացեք այս ձեռագիրը, թվում է թե գրել է Խելագարը, սակայն այն չափազանց նրբաճաշակ է։ Երբ Մաքս Բորնը իմանում է, թե կրթությամբ Դեբրոյլովը, ասում է, տղեկ գժվել եք, այս փիլիսոփա թատերական քննադատը ինչ կապ ունի ֆիզիկայի հետ, մի անգամից տշում գցում են մի կողմ։ Իսկ Պիտեր Դեբայը մի քիչ ավելի խորաթափանց է լինում եւ հասկանում է, որ Էյնշտեյնը հենց այնպես նամակ չի գրի։ Իր մոտ է կանչում Էրվին Շրոդինգերին, իր գոլեգային, եւ ասում է, գիտեք, ես գիտեմ, որ դուք զբաղվում եք գույների տեսությամբ։ Այն ժամանակ կար շատ լուրջ տեսություն, համաձայն որի օպտիկական եւ մեխանիկական երևույթները համարժեք են։ Եվ Էրվին Շրոդինգերը դրանով էր զբաղվում։ Ասում է, տեսեք, sense գաղափար կա, որ կարող է մասնիկը ունենա ալիքային հատկություն։ Ասում է, ով է տվել այդ գաղափարը, ասում է Դեբրոյլը, ասում է, իսկ այդ ով է, ասում է, դե Ֆրանսիայից է, ասում է, ինչ դպրոց է գիտական բան, ասում է, դե թատերական քննադատ է, փիլիսոփա է, աղբերը ֆիզիկա, ասում է, ես գնամ ես ուսանողներին պատմեմ, կսկսեն ծիծաղել, որ ես ինչ պետք է անեմ։ Ասում է, լավ, մի պատմի, ինչ որ ժամանակ հետո նորից անդրադառնում է, ասում է, Էյնշտեյնը հենց ունեց նամակ չի գրի, պատմի էլի։ Ու Էրվին Շրոդինգերը ասում է, լավ, այս տղեն գաղափար է տալի, որ տեսնեք երեխեք ջան, այն ալիքներ են։ Եթե մասնիկը ես վերցնեմ եւ 2 արգելքի միջև դնեմ, ապա նա այնտեղ պետք է իրեն այնպես պահի, ինչպես որ լարը ձգված, որով գնում է ալիքային կողմ, անդրադառնում է եւ հետ է գալի։ Ճիշտ է երեխեք ջան, տարական դեպքում։ Ասում է, հիմա լավ, եթե տենց է, սա պետք է ինչ որ հավասարման բան անել։ Ու բռնում է մի գիշերվա մեջ այդ հավասարումը գրում, հա։ Ուրեմն ուշադրություն մի դարձրեք, սա պարզապես մի քանի մեծ տարիքի երիտասարդների համար է, այս հանճարեղ անձնավորությունը այդ հավասարումը գրում է եւ ամենակարևորը դրանք հասկանում են, որ մենք գործ ունենք
երկակիության հետ։ Այս գիտեք, կենտավրոսն է, ճիշտ է երեխեք ջան։ Հիմա ձիա թե մարդը։ Ապրիսկ, ապրեք ձեր ցավը տանեմ։ Այսինքն եթե դուք իր հետ միասին զրուցում եք դիեզերքի մասին, ինքը մարդ է։ Բայց հենց շալակն եք թռնում ասում դավայ առաջ, ինքը ձի է դառնում, ճիշտ է։ Այսինքն պայմանավորված այն հանգամանքով թե ինչ վիճակում է գտնվում։ Այդ համակարգը իրան ու համակարգը կոպիտ եմ ասում։ Կամ մարդ է կամ ձի է։ Այդ այնց են մասնիկներ։ Հասկանում եք ինչ ֆենոմենալ արդյունք է ստացվում, երեխեք ջան։ Շնորհակալը գրում է իր հավասարումը եւ ներմուծում է այդ հատկությունը բնութագրող ինչ որ մի ֆունկցիա, տեսեք, եթե ասենք դաշտը մենք նայում ենք կամ էլեկտրական կամ մագնիսական, ինքը ասում է դա ինչ որ մի հատ ֆունկցիա ենք մտցնում, որը բնութագրում է այդ երկակի ալիք մասնիկի հատկությունը։ Ոչ չէ հասկանում այդ ալիքային ֆունկցիան ինչ է։ Ինչը որ այդ հարցին չի պատասխանում Մաքս Բորնը, պարադոքս է, այն անձնավորությունը, ով առաջինը սկսեց ծիծաղել De Broglie գաղափարների վրա, եւ Մաքս Բորնը ցույց է տալի, որ իրականում ալիքային ֆունկցիայի քառակուսին է, որը ցույց է տալի մասնիկի գտնվելու հավանականությունը, օրինակ ատոմում։ Տեսեք երեխեք ջան, տեսնում եք այս գեղեցիկ ծաղիկները, թիթեռնիկներ, չգիտեմ ինչ ասեմ։ Այդ մուգ տիրույթները, այն տիրույթներն են, որտեղ մասնիկը կարող է գտնվի, բայց նկատեք տեղեր կա, որտեղ բաց է, չէ՞։ Այդտեղ մասնիկը չի կարող գտնել։ Այդ բոլորս էլ քիմիա չենք սիրում։ Ես օրինակ չեմ սիրում, քարտս երկուս ա եղել դպրոցում, երեխեք ջան, միանգամից ասեմ։ Այ օրինակ քիմիայում մեր պատմում են, ասում են ձեր մասնիկը սենց վասմյորկի պես գնում գալիս է բան։ Էսա հեքիաթներ է, տենց չի երեխեք ջան։ Սա պարզապես մասնիկների գտնվելու տիրույթն է հավանականության։ Եվ փաստորեն ստեղից ստացվում է, որ քվանտային մասնիկի վարքը դուք կարող եք բացառապես հավանականությունների տեսության շրջանակներում։ Եթե ալիք է, ապա ալիքին բնորոշ պետք է ինտերֆերենցիայի երևույթը տեղի ունենա, վերադրման։ Որն է այդ երեխեք ջան, այստեղ պետք է նկարեմ։ Տեսեք երեխեք ջան, այստեղ էկրան է։ Հիմա էկրանի դեմը ես դնում եմ այսպիսի մի արգելք երկու ճեղքանի, ընդ որում շատ փոքր, հեռավորությունը չափազանց փոքր է։ Եթե ձեր մոտ ճառագայթը լուսային ընկնում է, երեխեք ջան, դուք կարող եք նկատել չափազանց հետաքրքիր մի փաստ։ Եթե ալիքի երկարությունը ընկնող լույսի այս ճեղքերի միջև եղած հեռավորությունների կարգի է, ապա այստեղից այսենց կտարածվեն երկու ճառագայթները, հա երեխեք ջան, ու նկատեք ամենաուժեղ լուսավորվածությունը որտեղ կլինի։ Ապրիս արգելքի հետևը։ Այ հենց դա էլ ինտերֆերենցիան է։ Պարզ է երեխեք ջան, հա։ Այսինքն փաստորեն թվում է թե արգելքա չպետք է անցնի, իսկ իրականում շնորհիվ այդ հանգամանքի միանգամից տեսնում եք։ Ու հարց են ծագում, ասում է լավ, ասում է, իսկ այս մասնիկները, որոնք որ կան, նրանք բավարարում են այդ պայմանին, թե չէ։ Այդ գաղափարը առաջինը տալիս է ինքը Լուի Դե Բրոյլը, երբ նա ատենախոսությունը պաշտպանում է Փարիզի համալսարանում, Նոբելյան մրցանակակիր Պերենը հարց է տալի իրեն։ Ասում է, եթե դուք պնդում եք, որ մասնիկը օժտված է ալիքային հատկություններով, կարող եք արդյոք առաջարկել մի ինչ-որ գոնե մտովի փորձ, որի միջոցով կարելի է այդ հատկությունները ապացուցել։ Իսկ ալիքային հատկության առաջի ապացույցը այսա է՝ դիֆրակցիա եւ ինտերֆերենցիան։ Նա ասում է, այո, եթե մենք բյուրեղը որոշակի կերպով մշակենք, գցենք ալիքները, ապա արդյունքում մենք կստանանք այնտեղ նույն դիֆրակցիոն պատկերը, վերադրումը։ Եվ իրոք, երեխեք ջան, այս երկու գիտնականները, Դևիսոնը եւ Ջերները, որոնք որ աշխատում էին Բելի լաբորատորիայում, կարողանում են ցույց տալ մի որոշ ժամանակ անց, որ էլեկտրոնները իսկապես անդրադառնալով բյուրեղից վերադրվում են ինչպես ալիքներ, եւ դա ուղղակի ապացույցներ այն հանգամանքի, որ էլեկտրոնները օժտված են ալիքային հատկություններով։ Սա իրոք շատ հետաքրքիր փաստ էր, որովհետեւ կարելի էր արդեն ավելի ուշ դնել այս հայտնի փորձը, սա ավելի ուշ է արած, երեխեք ջան, որտեղ էլի լազերների միջոցով ցանց են ստեղծում, այսպես կասած օպտիկական կամ բյուրեղական ցանցի հետ կապված է, էլի երեխեք ջան, որի վրա ցրվելուց էլեկտրոնները իրոք տալիս են այդ վերադրման պատկերը։ Եվ ինչպես հետևանք, երեխեք ջան, գիտնականները գալիս են այն գաղափարին, որ ալիքը օժտված է մասնիկային հատկությամբ, իսկ մասնիկը օժտված է ալիքային հատկությամբ։ Խոսքը գնում է միկրոմասնիկների մասին։ Հետաբար դա իրականություն է։ Տեսնում եք ջայել տղային, այս Հեյզենբերգն է։ Ուրեմն ինչ գաղափարի է գալի Հեյզենբերգը, որ միկրոմասնիկները շատ
օրիգինալ հատկությամբ են օրդված։ Դուք միաժամանակ երբեք չեք կարող որոշել դիրքը եւ արագությունը այդ մասնիկի։ Կա անորոշություն։ Այսինքն, եթե ճշգրիտ իմանում ենք կոորդինատը, արագությունը ինչ ասես կարող է լինի։ Ճշգրիտ իմանում ենք արագությունը, մասնիկը որտեղ կարող է։ Պարզա չէ, որ բացարձակ այդպիսի փորձ դնել հստակ չի կարելի, որովհետեւ միշտ էլ կա որոշակի սահմանափակ տիրույթ եւ հետեւաբար վերջավոր արագություններ։ Բայց դա այն ժամանակ լրիվ խելագար տեսություն էր, ոչ ոք չէր հասկանում ինչի, իսկ հետո հասկացան։ Որն է դրա ամենավառ արտահայտությունը, երեխեք ջան։ Գերհարթականություն ու գերհոսելիություն։ Զարմանալի է, չէ, երեխեք ջան, դուք կարող եք ասել ինչի։ Պարզ պատճառով, եթե ջերմաստիճանը իջացնում են, մասնիկները ինչ են անում, ավելի դանդաղ են շարժվում։ Էլի իջացրեցի, ավելի դանդաղ։ Գալիս ենք դեպի ուր։ Ջերմային սառեցման, բայց նկատեք, խոսքը գնում է ջերմային սառեցման մասին, ոչ թե առհասարակ սառեցման, որովհետև քվանտային շարժումը միշտ կա, որովհետև եթե մասնիկը կանգնեց, ապա մենք իր դիրքը եւ արագությունը 0 կիմանանք եւ հետեւաբար կխախտվի այս պայման։ Դրա համար գերցածը ջերմաստիճաններում առաջ են գալի նախ եւ առաջ քվանտային երևույթները։ Այ Հայզենբերգը տենց հանճարեղ գործ է արել։ Ինչն է, դա նշանակում էր, տեսեք, սա Լապլասն է, երեխեք։ Նապոլեոնի օրոք կարճ ժամանակ ներքին գործերի նախարարել վռնդել են հետո էլ ասա, որովհետև փոխարենը գործով զբաղվել, ինչ որ մանուկներով էր զբաղվում, հետո պարզվում է անվերջ փոքրների տեսություններ զարգացնում, ասես սրան ռադարեք տարեք, թող գնա իր գործով զբաղվի։ Սա նախարար չի։ Բայց ինքը հանճարեղ գիտնական էր։ Ու փաստորեն նա տվեց Լապլասյան դետերմինիզմի գաղափարը, որ եթե դուք դասական մարմին ունեք հավասարումները եւ ունեք սկզբնական պայմանները, ապա դուք կարող եք նրա տրայեկտորիան տալ եւ իմանալ ինչպես է շարժվում։ Ու դրա վառ ապացույցը գիտեք, չէ՞, որն է, որ մեկ-մեկ ցույց են տալի, աչքները պլշած ասում են երկրի վրա քար է գալի։ Հեսա, ահա, ճիշտ է, հեսա գալու է։ Այդ աստղագետները ասում են, այդ տանենք 400,000 կիլոմետր հեռավորության վրա է անցնելու, հանգիստ եղեք, որովհետեւ կարողանում են հաշվել։ Այդ հետագիծը հաշվում են։ Սա Լապլասյան դետերմինիզմն է։ Խախտվում է, երեխեք ջան։ Դրանից ներողություն եմ խնդրում, կարող հարցազրույցների ես կեսից եմ միացել, բայց ինձ շատ մի հարց է։ Մենք բոլորս գիտենք, որ միաժամանակ նաև մենիկը քվանտային խնդիրներ չէ, եթե ճիշտ եմ արտահայտվում։ Ու նաև ես լսել եմ many words, ինչ-որ արտահայտությունը քվանտային աշխարհների։ Չէ, ձեր ասածը բանն է, մուլտիվսիլեննեի գաղափարն է, ձեր ասածը։ Դա կոնցեպցիա է եւ այդ կոնցեպցիան պահանջում է հաստատում, դա ինտերպրետացիաներից մեկն է քվանտային մեխանիկայի, սակայն պետք է նշել, որ կա 3 հիմնարար սկզբունք, որոնց շրջանակներում քվանտային մեխանիկան հիմա ճանաչված է, դա նախ եւ առաջ կոպենհագենյան մոտեցումն է, որը Բորի, Հայզենբերգի եւ Բորնի կողմից է ձևավորվել, կա Ֆեյմանի այսպես կոչված կոնտինուալ ինտեգրալների շրջանակներում քվանտային մեխանիկան եւ Վիգների ֆունկցիաների շրջանակներում։ Multi-universe մոտեցումը այսօր զուտ կոնցեպցիա է, որը պահանջում է շատ լուրջ հաստատում։ Ես ձեզ կարող եմ ասել, դրա գաղափարակիցներից մեկը եղել է Wheeler-ը, Ռիչարդ Ֆեյմանի ուսուցիչը, ով ժամանակին բացարձակ խելագար գաղափար էր տվել, որ աշխարհում գոյություն ունի ընդամենը 1 էլեկտրոն, իսկ մնացած այն ինչ մենք տեսնում ենք, դա հենց այդ ձեր ասած բազմատիեզերքի հետևանքն է։ Այսինքն իրականում տարբեր չափողականություններ կան, տարբեր տիեզերքներ եւ նա միաժամանակ այնտեղ է։ Դա գաղափար է, բայց հələ որ հստակ այն երևույթները, որոնք որ մենք հայտնաբերում ենք եւ քվանտային լեզվով բացատրում ենք, կոպենհագենյան մոտեցման շրջանակներում հաստատվում են, բացատրվում են։ Որպես քան Կոպենհագենյան։ Որովհետեւ այդ գաղափարը, ես ճիշտ ասած, ախր բալիկներ են, էլի, կուտուրներին մի քիչ բարդ է այս ամեն ինչը տալ։ Եկեք ես բացատրեմ այս արևի վրա։ Հա, հետաքրքիր է, չէ՞, դուք հիմա հարց եք տալի ինչի։ Ուրեմն արեգակի վրա ինչ է տեղի ունենում, գիտեք, երեխեք։ Ապրեք ձեր ցավտանը, հա, հենց այդ ջերմամիջուկային ռեակցիան ինչ է, հələ ասեք։ ատոմները Նայած ինչ ռեակցիա։ Դերֆոր ձեր մոտ ձևավորվում է հելիում։ Այսինքն նրանք գալիս են, չէ, երեխեք ջան։ Ծանր, որտեղ պետք է լինի պրոտոն եւ նեյտրոն, հաշվի առեք։ Գալիս են, հարվածում են եւ միանում են ձևավորելով հելիում։
որի արդյունքում ահռելի քանակի էներգիա է, չէ՞ դուրս գալի։ Հիմա տեսեք, թվում է թե առաջի հարցը, որ պետք է տային, ասելու են դա ձեր քվանտային մեխանիկան ուր է։ Ձեզ էլ որ այդ հարցը տան, կասեք այ հələ մի հատ ուշադիր արևին նայի, այն է քվանտային մեխանիկան։ Հիմա բացատրեմ ինչի։ Գիտնականները նստում են եւ հաշվում են, թե ինչպիսի էներգիա ոչտված պետք է լինեն այդ պրոտոն-նեյտրոնային այդ մասնիկները, ծանր ջրածինը, որ կարողանան գան հարվածեն իրար եւ միանան։ Պարզա չէ, ահռելի կուլոնյան անդրադարձ պետք է տեղի ունենա, որովհետեւ նա էլ է դրական լիցքավորված, նա էլ վանողականությունն է։ Եվ երբ որ հաշվում են ինչ ջերմաստիճանի դեպքում պետք է նրանք գան իրար միանան արեգակի վրա, հասկանում եք երեխեք ջան, պարզվում է, որ ես հիմա ուղղակի թիվը չեմ հիշում, սարսափելի բարձր էներգիաներ պետք է լինի։ Աստղագետները չափում են արեգակի ջերմաստիճանը, տեսնում են զգալի կերպով ավելի ցածր է։ Չեն հասկանում ինչն է պատճառը։ Այդտեղ գիտնականները ասում են, լավ, եկեք խնդրին նայենք ոչ թե դասական, այլ քվանտային մասնիկների։ Տեսեք, եթե նրանք մոտենում են արգելքա, ճիշտ է երեխեք ջան։ Եթե արգելքա, հեսա հետ գնամ երեխեք ջան, ուրեմն ստացվում է, որ գալիս է հարվածում է պատի, որի բարձրությունը ավելի մեծ է, քան իր էներգիան։ Դասական մասնիկը պետք է անդրադառնա, ճիշտ է երեխեք ջան։ Իսկ քվանտային մասնիկը պարզվում է կարող է անցնի, դա թունելային երևույթ է կոչվում։ Փաստ է երեխեք ջան, փաստ է։ Օրինակ կա դիոդներ թունելային, որոնք կոնկրետ սարքերում են օգտագործում։ Ու երբ դնում են այդ երկու պրոտոնների վանողական խնդիրը լուծում են այն հավանականությամբ, որ կարող է թունելավորում լինի, արեգակի խնդիրն է լուծում։ Միանգամից գալիս են այդ ջերմաստիճանի վրա նստում են, որը որ աստղագիտական չափումները ցույց են տվել։ Այսինքն փաստորեն արեգակի ճառագայթելը ըստ էության դա նույնպես այն, ահա, իսկ այդ հասկանում եք ինչի է, երեխեք ջան, որովհետև այդ ջերմաստիճանի դեպքում բալանսի է գալի, գրավիտացիան ու հասկանում եք, հա երեխեք ջան, այդ էներգիան, որը որ նրանք, հա, եթե ավելի բարձր կամ ավելի ցածր լիներ, կամ կոլապսեր լինելու, կամ ցրվելու էր գնալու էր։ Այսինքն ստեղից, այ այդտենց է լինելու, ցոփ տոնը։ Մեկը վերջում տենց է լինելու, որ սկսի արդեն կամած լույսը մարել արեգակի, հա բալես։ Այնպես որ էդ է լինելու։ Եվ ուրեմն սա ամենավառ ապացույցն էր, որ քվանտային մեխանիկան աշխատում է։ Հենա տեսնում եք երեխեք ջան, տեսեք, պլյուս, չէ, նեյտրոն, պրոտոն։ Պրոտոնը գիտեք, դրական։ Նեյտրոնը նեյտրալ բառից է գալի։ Հասկացաք երեխեք ջան։ Էսա գալիս են միանում են իրար ու գնում։ Հասկացաք երեխեք ջան ինչա դառնում։ Այս սա է։ Հիմա այդ ժամանակը, որի ընթացքում մասնիկը կարողանում է բարերով անցնի, երեխեք ջան, կարողացել են ընդամենը 19 թվականին չափել, 2019։ Ժամանակը չէին կարողանում չափել։ Այս Nature ամսագրի հոդվածը, որը 20 թվականին է լույս տեսել, որում որ հայտնում են կանադացիների խումբեր, որոնք որ ուրեմն կարողացել են այդ ժամանակը չափել, բավականին նուրբ սարքերի միջոցով։ Ուրեմն այս Մաքս Պլանկն մինչև քվանտային ֆիզիկան, այնա տեսը, քվանտային ֆիզիկայից հետո է, մազերը բիզ կանգնած։ Այս նկարը միշտ դնում են, որովհետև խեղճ մարդը ցնդվել էր, չէր հասկանում ինչա կատարվում։ Ինքը հասկացել էր, որ ինքը հանճարեղ հայտնագործության հեղինակ է, բայց հետևանքները 78 թվին կարգին պալիրովկա արած տղա էր տելուց, ինչ վիճակ է։ Իսկ սա Ռիչարդ Ֆեյնմանն է, 20-րդ դարի ամենաօրիգինալ ֆիզիկոսներից մեկը, ով շատ հետաքրքիր միտք է արտահայտում, ասում է, եթե դու կարծում ես, որ դու հասկանում ես քվանտային մեխանիկան, դու չես հասկանում քվանտային մեխանիկան։ Տենց էլ այդ գաղափարով գնում են։ Հիմա ձեր հարցը, որ դուք տվեցիք, եկեք ես վերջացնեմ, էլի, որովհետև այս ամենը ձեր հարցի հետ է կապված, այս սլայդը շատ հետաքրքիր է, բայց հենց ձեր ասածի հետ է կապված։ Հա, չվախենաք, մի քիչ կմեծանաք կսովորեք։ Մի քիչ կմեծանաք կսովորեք, երեխեք ջան։ Տեսեք, իրոք շատ հրապուրիչ նկար է, բայց տղեկին համենայն դեպս զգուշ եղեք, սենց շատ բաներ չսովորեք, էլի։
աղջիկ ուզելուց կարող է կարծեն գիժ եք, էլի։ Դրա համար զգուշ եղեք։ Հա, հետո նոր։ Երեխեք ջան, սա մաթեմատիկան է։ Հիմա բացատրեմ ինչի է սա շատ կարևոր։ Քվանտային մեխանիկան պարզվեց ոչ ինտուիտիվ գիտություն է։ Ինչ է ասած ինտուիցիան։ Օրինակ ես գիտեմ, չէ՞, ինտուիցիան, որ հիմա եթե ես օրինակ այս մարմինը վերցնեմ եւ բաց թողեմ, ես գիտեմ, որ նա կընկնի։ Իմ ինտուիցիան ինձ թելադրում է, չէ՞, որ կա ձգողականություն, երեխեք ջան։ Քվանտային մեխանիկան ինտուիցիա չի կարող մեզ փոխանցի, որովհետեւ դա լրիվ ուրիշ աշխարհ է։ Դուք որ ասում եք կա զուգահեռ նաև քվանտային աշխարհ, դա երևի այդքան էլ է տես, չէ, այդ աշխարհը ոչ թե զուգահեռ կա, այլ այդ աշխարհը ամբողջությամբ մեր շրջապատն է։ Եվ հիմնարար կերպով մենք գործ ունենք քվանտային աշխարհի հետ։ Ուղղակի ամեն անգամ, երբ միկրո աշխարհը հանգում է մակրո աշխարհին, առաջանում է այսպես կոչված ալիքային ֆունկցիայի կոլապսի երևույթը։ Եվ համակարգը քվանտային ձեռքաբերում դասական հատկություններ։ Այսինքն մենք միջինացված աշխարհում ենք ապրում, երեխեք ջան։ Եվ այո, մակրո աշխարհը։ Տես հասարակ օրինակ բերեմ։ National Geographic նայում եք, երեխեք։ Էնեն ինչ, ապրեք երեխեք ջան։ Ոնց ոչ, այ շատ իզուր, պետք է նայել։ Ուրեմն ինչ նկարներ կա այնտեղ, շատ հետաքրքիր։ Երբ ցույց են տալի ինչպես ծորակից ջուր է գալի, երեխեք ջան։ Երբ շատ դանդաղ են կադրերը ցույց տալի, դուք նկատում եք, որ դա անընդհատ հոսանք չի։ Կաթիլ, հետո մի հատ էլ կաթիլ, հետո եւս մի հատ էլ կաթիլ։ Այսինքն դուք ստանում եք լրիվ այլ պատկեր։ Այդ տենց էլ մեր աշխարհն է։ Միջինացված մենք ապրում ենք այսպիսի աշխարհում։ Հասկանում եք երեխեք ջան, բայց հիմքը այդ դիսկրետ քվանտային աշխարհն է, իր սպეციფიკայով։ Եվ այդ աշխարհը հասկանալ կարելի է միայն մաթեմատիկայի միջոցով։ Ինչի համար ես այս նկարը դրեցի, ժամանակին ես ուսանողներից դժվարանում էի բացատրեմ, ինչպես կարելի է այդ ինտուիցիայի գաղափարը, ավելի շուտ ինտուիցիայի բացակայության գաղափարը տալ, եւ հաշվի առնելով, որ ես ինքս, ինչպես դուք հասկանում եք, խմբակի անդամ եմ եղել եւ հետեւաբար շատ սիրել եմ եւ ինքնաթիռներ եւ հրթիռներ, հասկացա, որ ամենալավ օրինակը դա ինքնաթիռի վահանակն է կառավարման։ Երբ դուք գիշերը մշուշոտ եղանակի ժամանակ թռնում եք ինքնաթիռով եւ ոչ երկինքն եք տեսնում աստղերը, ոչ էլ գետինն է երևում, միակ հնարավոր տարբերակը, որ դուք կարողանաք կառավարել ինքնաթիռը օգտվելով վահանակից։ Հասկանալի է, չէ՞ երեխեք ջան, որտեղ սարքերն են, ցույց են տալի ինչպես եք շարժում, ինչ բարձրության վրա, ինչպիսի ուղղությամբ եք գնում, ճիշտ է երեխեք ջան։ Եվ եթե դուք այդ ամենը ճիշտ օգտագործում եք, ձեր ինտուիցիան չի աշխատում, դուք վերևը ներքևը չեք տեսնում, լուսին չեք տեսնում, ոչ բան չեք տեսնում։ Դուք ճիշտ կարող եք դուրս գալ եւ վայրէջք կատարել օդանավակայանում։ Այ մաթեմատիկան նույն դերն է խաղում վահանակի քվանտային ֆիզիկայում։ Եթե դուք ճիշտ գրում եք հավասարումը եւ ճիշտ օգտագործում մաթեմատիկան, դուք ի վերջո ստանում եք ճիշտ պատասխան, որը հետո կարող եք համադրել փորձի հետ։ Եվ այդ առումով քվանտային մեխանիկան ամենավառ օրինակն է նրա, որ մաթեմատիկան ոչ թե ձեռք է բերում գործիքակազմի դեր, այլ նա սկզբունքային նշանակություն ունեցող մի մեխանիզմ է, որի միջոցով դուք միայն կարող եք հասկանալ ինչ է կատարվում այդ համակարգում։ Վերջապես, եկեք վերջացնեմ, երեխեք ջան։ Շատ հոգնեցիք, բայց տեխնոլոգիաները։ Հիշում եք երեխեք, որ Դեմոկրիտի ատոմներն էինք ցույց տալի։ Այն է, տեսեք երեխեք ջան, արհեստական աճեցրած ատոմներ են։ Բուրգի ձև ունեն։ Այդ լավ է, բարդ հարց ես տալի, հետո կպատմեմ։ Ստրասկի-Կրաստանովի մեթոդն է, որի միջոցով սուբստրակտներ են անում հեղուկ վիճակում, մտցնում են իրար մեջ, նրանք իրար մեջ սկսում են ներթափանցել։ Հետո երբ որ իրանք արդեն գալիս են պին մարմնային վիճակ, մեխանիկական լարումներ են առաջանում եւ ազատ էներգիայի մինիմումը ստիպում է, որ նրանք բուրգերի տեսք ստանան։ Դա շատ հետաքրքիր մեխանիզմ է։ Ամեն ձև կա էլի, ասած։ Այ, ասեմ, քանի ձև կա, երեխեք ջան, եթե ուզում եք ասեմ։ Գունդ կա, բուրգ կա, սկավառակ կա, օղակ կա,
էլիպսարդ կա, ոսպնյակ կա, շարունակեմ, սև խոռոչը չէ, սև խոռոչը չանցավ, չնայած ասեմ, կարելի է ինչ-որ փորձեր դնել, նաև ասեմ ձեզ երեխեք ջան, երբ նանոտեխնոլոգիաները զարգացան, պարզվեց, որ ֆիզիկայի հիմնարար հարցերը կարելի է նանոհամակարգերի միջոցով ստուգել։ Եվ մասնավորապես քվանտային օղակներում այսպես կոչված Aaronov բոմի երևույթը միանգամից կապված վիճակների համար գտան, որը ֆիզիկայի ֆունդամենտն է ժամանակակից։ Այնպես որ շատ հետաքրքիր փաստեր կան։ Մյուսը երեխեք ջան, քվանտային տեխնոլոգիաները, դիոդները։ Ուրեմն եթե դուք արհեստական ատոմների վրա դիոդ ստեղծեք, նրա աշխատանքի ժամանակը 70,000-ից ավել է, 70,000 ժամ։ Այսինքն միանգամից հասկանալի է, որ դեպի Մարս թռիչքը էապես կհեշտանա։ Պարզ է, չէ՞, որ եթե ասենք հին լամպերով գնայիք, մի հատ էլ հրթիռ լամպ պետք է հետևից ուղարկեիր։ Իսկ ստեղ այնպեսի բան է, որ դու հանգիստ կարող ես դա օգտագործես, պարզապես մի փոքր քանակ վերցնես, փոխարինելու համար եւ վերջ։ Քվանտային կոմպյուտերները, դե սա առհասարակ, եթե այս ստացվեց, սա լրիվ հեղափոխության է բերելու։ Միանգամից, ջան։ Դու որ դասարան ես, հենց մի հատ ինձ ասացին, օպերացիա տանում, ես ագին կարգը սովորել ես։ Լավ է, այդ շատ լավ է, որ տենց հետաքրքրվողներ կա։ Հա, ճիշտ ես ասում, դա քվանտային ինտերֆերենցիայի երևույթն է։ Entanglement, որը ասում են, որ ինչ որ հավանականությամբ 1 է, ինչ որ հավանականությամբ 2 է։ Իսկ գիտես ինչի է դա բերում։ Խնդիր, որ հասարակ կոմպյուտերը 9000 տարվա ընթացքում կարող է լուծի, քվանտային կոմպյուտերը 36 միլիվայրկյանում է լուծել։ Այլ որ հասկանաք, թե ինչ փոփոխություններ է մեր կյանքի մեջ բերելու քվանտային կոմպյուտերի ստեղծումը։ Եվ վերջապես այս քվանտային արհեստական ատոմների միջոցով օրինակ կարելի է արագ դիագնոստիկա անել քաղցկեղի, որը մասնավորապես փորձարկել են մկների վրա։ Դե մուկը քաշված կենդանի է, էլի։ Հա, այդ տեսանկյունից տենց է։ Ուրեմն տեսեք, դուք Ֆերմիի պարադոքսի մասին լսած կաք, թե չէ։ Որն է։ Որ կյանք կոնսեպտ այդ դեր է։ Հա, կյանքը, չէ, որ թե ասենք քաղաքակրթությունը, այլ մոլորակային։ Եթե ուր են, ապրիս։ Այ շատ հետաքրքիր գաղափար է քաշում այս Բոյլը, կանադացի ֆիզիկոսը, որը ասում է տղեկ, ասում է, իսկ ինչի ենք մենք փնտրում ինֆորմացիան էլեկտրամագնիսական ճառագայթների միջոցով։ Անտենաներ եք դնում բան, ասում է կարող է իրան քվանտային կապ։ Ու ինքը դրել է այդ խնդիրը լուծել է քվանտային կապի դեպքում, թե ոնց մենք կարող ենք այլ մոլորակային գտնենք։ Չէ, բնականաբար։ Այլ մոլորակային չէ, բայց կյանք ոնց որ թե էկզո մոլորակի վրա գտել են։ Այս վերջերս այդ սենսացիան եղավ։ Նախ առաջին հələ հավաքող չի, երկրորդ Տղեկ ջան, ակնհայտ է, որ կյանք կա տիեզերքում։ Կանաչ մարդ, թե գազարագույն, չգիտեմ։ Ու առհասարակ կա քաղաքակրթություն, թե չէ, էդ էլ չգիտեմ։ Բայց կա, իմիջայլոց, եկեք մի բան էլ պատմեմ, ուղղակի հետաքրքիր, ցրեմ ձեզ երեխեք ջան։ Ուրեմն կա շատ հայտնի տեսաբան ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Դեվիդ Գրոսը, ով դարերի տեսության եւ սուպերսիմետրիայի հիմնադիրներից մեկն է համարվում։ Դեվիդ Գրոսը ժամանակին Մոսկվա է այցելել, այն ժամանակ դինաստիա ֆոնդը կար եւ հրաշալի լեկցիաներ էր կարդում։ Եվ Դեվիդ Գրոսը շատ հետաքրքիր մի բան գաղափար տվեց, ինքը մաթեմատիկայի կենտրոնի ղեկավարն է, եթե չեմ սխալվում, Ստոնի Բրուքում է, Նյու Յորքում է։ Ինքը ասաց, որ եթե մենք ենթադրենք մաթեմատիկայի լեզուն ինչպես բնության ունիվերսալ լեզու, ապա կարելի է պնդումը կատարել հետևյալ կերպ։ Եթե մենք պատկերացնենք, որ տիեզերքի հակառակ կողմը կա քաղաքակրթություն, որը նույն մակարդակը ունի զարգացվածության, ինչ մենք, եւ ապրում են նույն բնական պայմաններում, ապա վերաձևակերպված կերպով նույն մաթեմատիկան է լինելու, իրանց մոտ էլ, մեր մոտ էլ։ Ես երկար ժամանակ ավուրը գաղափարը դուրս եկել էր, էլի, շատ, հետո մի անգամ ասացի, այս վերջերս էր ուղղակի։ Ես Ադիգեա պետքա գնայի Կովկասի մաթեմատիկական օլիմպիադա, եւ ինձ այնտեղ առաջարկել էին, որ ես պատմեի լեկցիա, ընդ որում ես մաթեմատիկայի եւ ֆիզիկայի փոխհարաբերակցության վերաբերյալ լեկցիա էի կարդում, դա այսպես կոչված Հիլբերտի 6-րդ խնդիրն է, շատ հետաքրքիր ֆիզիկայի աքսիոմատիզացիա։ Եվ ուրեմն
Ես ասացի, եկեք հենց մի հատ հասկանանք, էլի։ Իսկ երկրագնդի պայմաններում կարող են գանք տենց խնդրի, թե չէ։ Ու իմ մոտ հարց ծագեց։ Այն մաթեմատիկան, որը որ տիրապետել են բաբելոնցիները կամ շումերները, մենք գիտենք, որ կա։ Գիտենք, որ կա։ Իսկ 16 թվականին Science ամսագրում տպագրվեց մի ֆանտաստիկ հոդված, որը որ պարզվեց, որ բանը բաբելոնյան կավե աղյուսակների վրա գերմանացիները կարողացան տեքստը ռաշիֆրովկա անեն ու պարզվեց, որ Յուպիտեր մոլորակի շարժումն էին նկարագրում, ընդ որում բացատրում են, որ եթե արագության կախումը ժամանակից իմանանք, ապա տակի մակերեսը կտա անցած ճանապարհը։ Ուրեմն դա 1.500 տարի առաջ է եղել, քան Եվրոպայում դա մտցրեցին։ Գրաֆիկի տակի մակերեսով ճանապարհ հաշվել է։ Այսինքն sense թռիչքներ է եղել։ Բայց ինձ հետաքրքիր էր, թե ացտեկները, ինկերը, մայաները ինչ մաթեմատիկան, չէ՞, ու ակնհայտ է, չէ՞, որ եվրոպական քաղաքակրթության համեմատ դա նույն տիեզերքի ընծերի մոլորակն էր, որովհետև նրանք լրիվ առանձին էին։ Ու պարզվեց, որ ինկերը մաթեմատիկա են ունեցել։ Երբ որ տվել են այդ մաթեմատիկան մեր մաթեմատիկոսներին եվրոպական, նրանք շատ արագ հասկացել են, ու դա հիմիկվա արած բան է, որ փաստորեն ծրագրավորման հիմունքներն են ձևակերպված եղել։ Իրանք ուրեմն բաներ էին, կասիչկի, заплетали это, узелки. И на основе этого они счет давали, երեխեք ջան, հանգուցները, էլի, հա? Ու դրա հիման վրա պարզվում է, որ իրանք ունեցել են նույն։ Ու հետո ծրագրավորման տեսության մասնագետները տեսել են, որ այդ կոդերը սկսել են գրել։ Այսինքն Դեվիդ Գրոսի ասածը բացարձակ ճիշտ է։ Նրանք փաստորեն անկախ կերպով եկել են նրա, ինչը ավելի ուշ բերել է նույն մաթեմատիկային։ Էնպես որ երեխեք ջան, քվանտային ֆիզիկան դա ինչ որ առումով կարելի ասել, այս ձյաձաներին գիտեք, ովքեր են։ Այս Նիլս Բորնը այն էլ Էյնշտեյնն է։ Սոլվեյան կոնգրեսների ժամանակ իրանց վեճն էր։ Էյնշտեյնը չէր ընդունում քվանտային մեխանիկան, չնայած Նոբելյան մրցանակ ստացել էր հենց դրա համար։ Իսկ Նիլս Բորնը էլ անդադ ասում էր տենց չի։ Ու այդ հրաշալի, ուրեմն արձանը, որ երկու հանճարների դրած են, երբ հա իմիջիալից երկուսն էլ մուշտուկ էին ծխում, էդ էլ ասեմ, այս ձևական չի, երկուսն էլ պարավոզի պես ծխում էին, հա, ասա։ Որ Էյնշտեյնն ասում էր, որ բան случайность։ Հա, ինքը ուրիշ ձև էր ասում։ Ինքը ասում էր Бог в кости не играет, հա, այդ հավանականության հետ կապված է։ Ու փաստորեն այդ վեճը շարունակվում է դեռ հիմա։ Այնպես որ դուք բոլոր շանսերը ունեք դառնաք այս process-ի մասնակից։ Պարզա երեխեք ջան։ Վերջ, ես մյուս անգամ խոսք եմ տալի հետաքրքիր բան կպատմեմ, ասա։